Իրար հետ արի 10 գործոն ասենք, որը մարդու երիտասարդությունը երկարացնում է։ Մեր ուտելիքը որ փոխվեց, մեր կյանքի ձևը որ փոխվեց, աշխատանքը որ փոխվեց, սկսեց մարդկանց որ արդեն շատ տարբեր ձևի հիվանդություններ առաջ գալ։ Հաջողակ մարդկանց, շատ կայացած մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում իրենց առողջությունը։ Մարդկանց ուղղակի բացատրես, որովհետեւ իրանք հասկանան։ Ոչ մեկ չի սիրում սենց որ ուղիղ ասում ես մի արա։ Կան չէ մարդիկ, որ ինչ էլ անում են չեն կարող նիհարեն։ Եթե դու չես նիհարում, ուրեմն ողջ չես։ Հիմա մի հատ նոր ուղղություն կա ամբողջ աշխարհում, anti-aging է կոչվում։ Մարդկանց ուղի մեջ դիետա բառը որ մտնում է, իրանք խառնում են իրար։ Երբ որ դու առողջ ես, դու կարաս ունենաս բազմաթիվ խնդիրներ։ Երբ որ դու առողջ ես, դու ունես մի խնդիր։ Ես ամեն ինչ ուտում եմ չեմ չաղանում։ Բայց դու արդյոք ես առողջ ես։ Ողջույն բոլորին, Կլուբ Կապիտալը բացի գործարար ակումբակիցներ ունենալուց նաև ունի ակումբակիցներ, ովքեր սպորտում, արվեստում, մշակույթում, բժշկության ոլորտում հայտնի մարդիկ են եւ մեծ ավանդ ունեն առհասարակ տվյալ ոլորտի զարգացման մեջ եւ այսօրվա իմ հյուրը շատ հետաքրքիր մարդ է, ով Հայաստանում կարելի ասել այն առաջիններից է, ով պրոպագանդում է ու իր օրինակով զարգացնում է առողջ ապրելակերպը եւ ինքը օրինակ է ծառայում եւ նաեւ մի հատ ամբողջ, այսպես ասած, շարժում է ստեղծել առողջ ապրելակերպի Մանո Բրուտյանը։ Բարև ձեզ։ Մանո ջան, հարգանքներս։ Նմանապես Շատ ուրախ եմ, որ այսօր մենք միասին ենք podcast նկարելու, լիքը խոսալու բան ունենք։ Խոսանք։ Եվ մինչև մեր դիալոգը սկսելը հիշենք մեր գործընկերներին, ուրեմն այսօրվա podcast-ի շրջանակներում ես համագործակցում եմ Spin Production ընկերության հետ, որի հարկի տակ նկարում ենք մեր բոլոր podcast-ները, եւ մեր մյուս գործընկերը Փարվանյան Consulting ընկերությունն է, որի հիմնադիրը Մհերը Փարվանյանն նույնպես մեր ակումբից է, իսկ ընկերությունը մատուցում է հաշվապահական հաշվառման ծառայություններից սկսած մինչև ֆինանսական տնօրենի ծառայություն, այսինքն եթե ձեր բիզնեսը միջինից մեծ է կամ մեծ բիզնես է եւ դուք ունեք հաշվապահության կարիք, ֆինանսական տնօրենի կարիք կամ ստուգման կարիք, որը ձեզ կպատրաստի հարկային ստուգմանը, կամ պարտատոմսեր, բաժնետոմսեր թողարկելու կարիք, կամ բիզնեսի գնահատելու եւ բիզնեսը վաճառելու կարիք, ապա կարող եք վստահորեն դիմել Փարվանյան Consulting ընկերությանը, որի կայքի հողումը ես կտեղադրեմ մեր podcast-ի մեկնաբանություններում։ Դե սկսենք մեր դիալոգը ու Մանոյի հետ այսօր լիքը կարևոր հարցեր ունենք քննարկելու։ Սկսենք առաջի հարցից։ Հարցս հետեւյալն է. ինչի է վերջի տարիներին այսքան զարգացել ու այսքան պահանջված դառել հենց առողջ ապրելակերպը, ինչ են մարդիկ սկսել մտածել իրենց առողջության մասին։ Նայեք, գիտեք ինչ կա, այդ կարանք ասենք Հայաստանում վերջին տարիներին, բայց ասենք դուրսը ավելի շուտ է սկսել այդ ամեն ինչը։ Մենք գիտենք, որ ամեն ինչ Հայաստան ու շահաստում։ Այդ ամեն ինչը ինչից սկսեց, երբ որ դա այս վերջի տարիները կոնկրետ, այս վերջի 40-50 տարին, երբ որ սկսեց մեր աշխատանքը դառնալ դեպի նստագայց, չէ՞, արդեն դա սկսեց խնդիրները։ Հետո մահերը սկսեցին երիտասարդանալ, չէ՞։ Ապրեք, սնունդը փոխվեց, մեր սնունդը առաջվանը չի։ Այսինքն որ դու ինձ ասում ես բաբաս էսի ուտում էր օրը 10 հատ մատնակաշ առողջ էր, ասում եմ այն վախվա մատնակաշը ծորեն հենց կոնկրետ հիմա նույնը չի, վերամշակված, մեջը գլուտենով ավելացրած դիքը բաներով, որ ինքը շատ արագ աճի ու սրդին դիմանա կամ շոկին դիմանա։ Okay, այդ դրա համար մեր ուտելիքը որ փոխվեց, մեր կյանքի ձևը որ փոխվեց, աշխատանքը որ փոխվեց, սկսեց մարդկանց որ արդեն շատ տարբեր ձևի հիվանդություններ առաջ գալ, այսինքն ինսուլինից բռնած, կոլեստերոլից բռնած, սրտանոթային խնդիրներից բռնած, այդ ամբողջը բերեց մեզ հասցրեց, որ մենք պիտի բայկարենք սրանց դիմաց առողջ ապրելակերպով։ Եվ հիմա մի հատ նոր ուղղություն կա ամբողջ աշխարհում, anti-aging է կոչվում։ Այդ ուղղությունը հենց երիտասարդության երկարացման մասին է, ու այն ինչ դու անում ես, այն ինչ սովորացնում ես մարդկանց, դա հենց նաև երիտասարդության այդ շրջանը երկարացնելն է։ Ու այսօր 40 տարեկան տղամարդն էլ կինն էլ, իրանք կարան լինեն բիոլոգիապես 30 տարեկանի, չէ, օրգանիզմով, նյութափոխանակությամբ։ Շատ ճիշտ է, սրա մասին ընդհանրապես չի խոսացել, բայց ագին ուսումնասիրության արել եմ դրա մասին, չգիտեմ, թե եթե կան դրա անալիզներ, թե չէ, կարանք հետաքրքրվենք, ասենք բիշտերին, թող մտածեն դրա, գործ տանք իրանց էլի, թող մտածենք այս բանի մասին։ Դրսիները որ հետևում են, այո, իրանք ասենք, չգիտեմ, 40-50 տարեկան է, հետո իրա biological բանը տարիքը որ ստուգում են, խոսքի եթե իհարկե մարզված է, իր ուտելիքին ուշադիր է, ցույց է տալի 30 տարեկան։
35 տարեկան։ Ու հագարակներ գալին, ասենք կարանի 20 տարեկան գնա հանձնի ու տեսնի ինքը արդեն 40 կամ 50 տարեկանի մարմին ունի։ Այսինքն ես չեմ համարում, հիմա ես սենց ասեմ, ես 43 տարեկան եմ։ Ես ինձ չեմ համարում արդեն որ 43 եմ։ Այո։ Ես կարամ 20 տարեկան հետ մրցեմ ամեն ինչով։ Մի քիչ ավել կարամ անեմ։ Ամեն ինչով։ Հասկացաք։ Այդ է կարևորը դարիքը չի, կարևորը հոգին է։ Այստեղ ես մի հետաքրքիր բան ասեմ, մանո, ես մի ընկեր ունեմ, մենք միասին ենք ինստիտուտը սովորել, ինքը հասակը մոտավորապես 1.70-ա, քաշը 150 կիլո է, հանդիպել ենք, լավ է գործերը, բիզնես ունի մի քանի հատ ու մեքենա էր առել թազա, մոտ $120,000 փող էր տվել այդ մեքենային։ Ինքն շատ դժվար նստում էր մեքենան, շատ դժվար իջնում էր մեքենայից։ Ինքը շատ ոգևորված է էլի իր այդ գնումով, ասում եղբայր, այս մեքենայի սաղ գումարը ճարի մի հատ բժիշկ, մի հատ մարզիչ, կստացի կանոնել եմ տվել, հա, Տարտուր, ասա արեք մի բան, որ ես ավել քաշս կորցնեմ ու որոշակի մկանային կորսետ հավաքեմ, թե չէ ինչ որ մի պայից ես մեքենայի հետ ռուլի նստելու ես չես կարող իջնես։ Ու աբսուրդը նա է, որ այսօրվա շատ հաջողակ մարդկանց շատ կայացած մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում իրանց առողջությունը։ Բայց երեկոյան մեկ-մեկ երբ որ զբոսնում եմ ամառը, միշտ մի ժամ քայլում եմ ամեն երեկո ամռանը, տեսնում եմ ռեստորաններում ժամը 10-ին, 11-ին, ոնց են մարդիկ նստած են յուղոտ, հա, երշիկից սկսած, վերջացրած, ասենք, գարեջուր, բան ասենց ամուրս ու իմ կարծիքով այդ ճոխությունը մենք էլ մեզ չենք կարող թույլ տանք այս տարիքում։ Նայ, շատ սենց մի քանի պատասխան կան, դե սկսենք առաջինը ավտոից։ Ես սենց բան գասեի, քո ընկերոջը գասեի, ինչքան են կասեր 150 150 կիլո 150 կիլոն իրան եթե ես ասեի կովրա ասենք դու ավտոն արար հաջիկ իբր չգիտեմ որ ցույց տաս մարդկանց չգիտեմ չէ բան ես անում ես արի այդ $120,000 ինձ պետք չի ավտոյի չի մի փոխարին ես դրանից շատ ավելի քիչ կվերցնեի ես 6 ամսում իսկականից դրան տրանսֆորմացիա գտայի որ ասենք ինքը եթե ուզում էր ուշադրությունը գրավել մարդկանց երկու անգամ ավել էր գրավելու քան ավտոն այո երկրորդը իր անալիզները կհանձնեի մեկ էլ 6 ամիս հետո կհանձնեի ինքը կտեսներ տարբերությունը ինքը ծրի բուժվելու էր sense ասեմ ընդամենը մարզումով շարժով ինքը բուժվելու էր եւ ճիշտ ուտելով այդ ամբողջ մի հատ դրանք պետք է հաշվի առնեն սկզբից օքեյ ինքը իմի չգիտեմ 40 տարեկան կամ 35-ա չեմ կարող ասեմ 42 մի 40 ահա 42 տարեկան օքեյ 42 տարեկան հիմա ավտոն ունեմ ես եթե դարձա օրինակ չգիտեմ 55 տարեկան եւ ունեմ լիքը խնդիրներ չէ աչքերից բռնած սրտից բռնած բանից բռնած քեզ արկելեցին ավտո քշելը Այդ ավտոնի չանեմ, որտե դանեմ դնել, հասկացար, այսինքն եթե սենց հարցեր դաս մարդկանց, պիտի մարդկանց ուղղակի բացատրես, որովհետեւ իրանք հասկանան։ Ոչ մեկ չի սիրում սենց որ ուղիղ ասում ես մի արա կամ արա։ Դրանից բացատրում եմ, ձևեր կան, ասենք խոսում ես հոգեբանական շատ կապ ունի մեր գործի հետ։ Դու պիտի ունենաս, որ կարողանաս մարդկանց բացատրել, թե ինչի համար է։ Մենակ ավտոն չի, կյանքի նպատակը, որ ես դառնամ 60 տարեկան, բայց քո ասածերման լինեմ ոնց որ 40-ը, ոնց որ 30-ը։ Այդ է կարևորը։ Դու խոսքի 55-60 հասար, եթե 150 կիլո ես, հաստատ դու 200 կիլո ես դառնալու։ Դրանից հետո մտալու ես մաս ստամոքսդ կդրեմ, հետո մաշկը թուլացավ, հետո ոչ մեկ դեմքի չի նայում։ Մանո, բայց կան չէ՞ մարդիկ, որ ինչ էլ անում են չեն կարող նիհարեն։ Օրինակ, այդ իմ ընկերը, ես հələ ուսանող տարիներից եմ իրան հիշում, ինքը միշտ էլ ավել քաշ է ունեցել։ Ինչ ասես այդ տղեն փորձեց։ Մենակ ստամոքսի կտրելը չի արել, ամեն ինչ փորձել է, բայց չի նիհարում այդ մարդը, ինչ անի։ Չի լինում տենց որ մարդը ուղղակի չպիտի նիհարի, չգիտեմ, պիտի ապրի այդ քաշով։ Ես մի նախատասություն կարամ ասեմ, եթե դու չես նիհարում, ուրեմն ողջ չես։ Դες բան չի կարող լինի։ Okay։ Քո մետաբոլիզմը չի կարող գանքնի։ Այդ մարդը որ քեզ ասում ես ամեն ինչ արել եմ ու չեմ նիհարում, սուդա։ Այսինքն ընդ ունեն գործիքներ։ Իհարկե չգիտեմ ինչքանով ինքը ամբողջը արել է, ստուգել է, այսինքն չգիտեմ ճիշտ բահել է սննդակարգը, ճիշտ կալորիան բահել է, օրինակ, էդի մեկ։ Երկրորդը մարզվել է ճիշտ։ Երրորդը ստուգումներ արել է արդյոք։ Հնարավոր է, որ ասենք եթե ինքը ունի ինսուլին դիմադրության խնդիր, այսինքն հաստատ եթե ինքը շատ չաղա, 1,000,000% ինքը ունի ինսուլին դիմադրության խնդիր, լյարդի ջարբագալու, որը դրանք իրանք խթանում են քաշը գործնելուն։ Խանգարում են քաշը գործնելուն։ Բարդաթիր։ Խանգարում են։ Ասենք օրինակ եմ ասում, եթե ինքը պիտի ամսում իջնի 5 կիլո, կարող է իջնի 1 կիլո։ Այդից ազդում է վրան։ Ուբերս ունի վիտամիններ։ Եթե դեֆիցիտ է, այլ դժվարանում է մեր ամբողջ աշխատանքը, այսինքն երգատը, ֆերրիտինը, մեկ էլ վիտամին D-ն։ Եթե սրանց մեջ դեֆիցիտ կա, կոմոդ էլ դժվարանում է քաշ գործնելը։ Այս սրանք էլ ասենք տեստուգեցինք, դզեցինք անցանք։ Հետո, եթե դու 8 ժամը չես քնում, մարդիկ գիտեն բան է, էլի ուղղակի ասում են, էլ լսել ենք ասում են։ Ես ինչ խոսում եմ պրակտիկայից, մեկ անձնական փորձից։
Այդ օր որ ինքը 8 ժամը չի քնում, այդ օրվա ուտելիքը մնաց վրան։ Հա։ Դենց ասեմ քեզ։ Այսինքն գիշերը կարևոր հորմոններ կան, որոնք չեն Իհարկե հորմոնները արտադրվում ու հորմոններ կան ինքը քնի ժամանակ են բարձրանում, ինքը կոչվում է գորմոն ռոստ ռուսերենով, աճի հորմոնը։ հա։ Ուրեմն, էդի գիշերն է աշխատում, երբ որ դու խորը քնած ես, դնում ժամը 12-ին։ 2 ժամ 3 ժամի կլավ բարձրանում, քո մարմինը վերագանքտման բանն է, ինքը պատասխանատու հորմոնն է։ Եթե դու խորը չես քնել, դու էդի չբարձացավ։ Էդի չբարձավ, քո մարմինը չվերագանքտվավ։ Okay, ու էդի որ բարձրանում է իհարկե, երբ որ դու սնունդ չկա քո մարմինի մեջ, ինքը օգտվում է քո ջարբերից վերազդում է կալորիաների, քո մարմինը աշխատում է, այսինքն վերագանքտում է ջարբի կալորիայից։ Այդպես դու սկսես նիհարել։ Եթե դու չքնեցիր, մոռացիր նիհարելու մասին։ Okay։ Կարևոր գեդերից մեկն էլ ջուրը։ Ջուրը արագացնում է մեր նյութափոխանակումը։ Դե ջուր չես խմում, հագարակ այդուցվում ես։ Սկսում ես ավելի շատ քաշ հավաքել, հորմոնի խանգարումներ։ So, այս գործոնները եթե սաղ դեղնա, չի գարա մարդը չինի հարի, դենց բան չկա։ Իմ պրակտիկայում չի եղել դենց բան, որ մարդը չինի հարի։ Չկա, ասում եմ, եթե չես դիարում, ուրեմն ողջ ես։ Ամենահետաքրքիր քեզը ինչ ա եղել, քանի կիլո է եղել մարդը։ Ունեմ 30 կիլո, 40 կիլո։ Ինչ ժամանակահատվածում։ Նայեք, մի հատ բիզնեսմեն ունեմ, Վիրավը, Հարությունյան, կոնկուրսերին մասնակցել է, ասել է ճանաչում է քեզ։ Ուրեմն 6 ամսվա ընթացքում 30-35 կիլոգրամ իջել ենք։ Այդ մարդը մի կպած պարապում է, որ այդ մարդը միջև իմ մոտ գալը ամբողջ օրը իր միակ դարդը ուտել խմել, ասես փոխում էր դեղերով։ Հասկացա։ Լավ, արի մի հատ միասին, քանի որ ես էլ եմ այդ թեմայի մեջ շատ խորացած հիմա վերջի տարիներին, իրար հետ արի 10 գործոն ասենք, որը մարդու երիտասարդությունը երկարացնում է։ Մի հատ դու ասա, մի հատ ես ասեմ, ու եթե իմ ասած այդ համաձայն չլինես, կարաս հերքես, դեռ գլխավորը դու ես։ Խնդիր չկա։ Okay։ Սկսենք քեզանից։ Առաջի գործոնը երիտասարդությունը երկարացնել, օրինակ, չգիտեմ, 45-ում էլ, 50-ում էլ, 60-ում էլ, որ մարդը գործարարը իրանց գա առույգ, տոնուսի մեջ, երանդի մեջ, նոր պրոյեկտներ անելու հավեսը տեղը, աշխատունակությունը տեղը, ամեն ինչ ոնց որ Գլխավորը սնունդն է։ Okay, առաջինը ճիշտ Գլխավոր սնունդն է, որովհետև եթե ջարբերը ճիշտ ուտենք, մեր հորմոնները լավ է աշխատում, մեր ուղեղը լավ է աշխատում։ Եթե ածխաջրերը ճիշտ են ուտում, մեր էներգիան դեղն է լինում, ոչ բան չի լինում։ Եթե սպիտակուցը ուտում ենք, մեր մկանները բաբանվում են։ Այսինքն մեկ մյուսի հետ է կապված։ Ընտիր, այսինքն առաջինը սնունդը։ Առաջինը սնունդն է գալի։ Okay, ես ասում եմ նաև գումարում եմ դրան անոթների առածկականությունը, ըստ տարբեր հետազոտությունների, ինչքան մարդու անոթները, երակները առածկական են, այնքան ինքը երիտասարդ է։ Ու դա երիտասարդության կարևոր բաղադրիչներից է, ու ես ինքս դրան հասնում եմ ամեն մարզումից հետո սառուտակ ցնցողով։ Պարտադիր 10 րոպե մարզումից հետո դա առանձին մի հատ մարզում է։ Սառը տակ, 30 վայրկյան սառը, 30 վայրկյան տակ։ Ու ինչքան անոթները իրան կարում են արունը մղել ավելի ազատ, ավելի թեթև, այնքան մարդը ավելի երիտասարդ է մնում։ Նա որ 30 վայրկյան ասեցիր, այնտեղ էլի ինչ-որ խելքի մոտիկ մի բան կա։ Նա մեր սպորտաձևում, եթե քո նպատակը մգան աճացնելն է, մգանային զանգված ձեռք բերելն է, ես ասում եմ չի կարելի բարաբունքից հետո սառը ջրով լողանալ։ Ինչա՞, բայց ես գիտեմ որ դու տեքվանդո ես։ Muay Thai, հիմա Muay Thai։ Հիմա Muay Thai չես զբաղվում։ Ձեր ուրիշ է մի քիչ։ Ձեր դեպքում հնարավոր է։ Սառը ջուրը։ Ինչո՞վ է խանգարում մկանները սառը ջրին։ Բացատրեմ։ Մենք երբ որ մարզվում ենք ուժային մարզումներով, մեր մկանները ստանում են տրավմա, չէ՞։ Okay, իրանք բորբոքումներ են առաջացնում։ Եվ որ մենք գալիս ենք ու մեզ բեք չէ այդ բորբոքումները կանգնին։ Պետք է շարունակվի։ Okay։ Որպես մկանային աճ ունենանք։ Սեդը բացատրեմ ինչպես։ Ուրեմն, երբ որ մենք գալիս ենք սառը ջրով մտնում ենք լողանալու, այդ process-ը կանգնում է։ Այդ բորբոքումների process-ը կանգնում է, կանգնացնում է այդ սառը ջուրը։ Հետաքրքիր է։ Մացակ, այսինքն մեզ բեք չի։ Մեզ պետք է դակ ջրով լողանանք, ելնենք դուրս։ Բայց այլ օրեր կարելի է անել սառը։ Այլ օրեր ապրես, ես խոսում եմ կոնկրետ բանից հետո, մարզումից հետո։ Իսկ դու համաձայն ես անոթների առածկականությունը, որ Էդի կարանի ձեր դեպքում։ Ահա։ Այսինքն այդ մարդիկ, որ ասենք հեծանիվ են քշում, չգիտեմ ինչ որ մարդարվեստական բաներով են զբաղվում, սպորտով կամ լերմակլցող, օքեյ։ Իրանց համար օքեյ, բայց կոնկրետ խոսեցի, կոնկրետ մկանային աճի համար։ Սառը ջուրը կանգնացնում է։ Ես բեք չի, ինչա՞ որ ասենք բոքսը որ բարաբոն մտնում միակամից սառը ջրի մեջ։ Հա։ Մարմինը միակամից ստոպ է տալիս, բրծավանների։ Հետաքրքիր է։ Լավ, բայց ամեն դեպքում կորտիզոլն էլ է ցածր պահում սառը ջուրը, ճիշտ է։ Սառը ջուրը բաղում է կորտիզոլը ցածր։ Նու սառը տակի բանը, կոնտրաստը։
Հա, բայց նայած դու լոկանկից հետո ուր ես ելնելու, այդ էլ գաբունի։ Այդ բանը դու կանգնացրեցիր, օքեյ, բայց հետո եթե էր ավելի տաք կամ ավելի սար դեղը, ասեք դե արդեն կարող խանգարում դա։ Անտիր։ Okay, մի բան դու ասացիր, առողջ սնունդ, անոթների առածկականությունը ես երկրորդ։ Երրորդը քո երրորդն է։ Ջուր։ Շատ ջուր։ 2 լիտր։ Մաշկիդ որակը, մազերը, տիոնքը, արյունդ, ջուր։ Ամենակարևոր գործոնը ջուր։ Քանի լիտր։ Դե մենք sense ենք հաշվում մոդավորե սովորական մարդունը իր ամեն 1 կիլոգրամ քաշին անգամ 30-35 միլ։ Հա, միլ, okay։ Դրա դες հաշվեք արդեն մոդավորես դուրս ա գալի թե ինչքան ջուր պետք է խմեք օրը։ Դե իմ ասելու եմ մենք չենք կարող խմենք, չի կարող իմ մարմինը չի բանջում, բիշ կացել է ինչքան միդա գարտացել եմ ես ինչքան պետք է այդքան խմի, ես ասում եմ եթե դու թողես քո մարմնին, եթե դու իրան երկրորդ ջուր չտաս, 5-րդ օրը սովորում է։ Մենք դեսես արդեն մաշկը սկսեց չորանալ ինչի համար։ Այո։ Սենց պիտակում է մաշկը ինչի համար ջուր չես խմում։ Մարմինը ադապտացվում է ամեն ինչին։ Ասեք դու սովորացրեցիր մարմինիդ, որ ջուր չեմ խմում, ջուր չկա։ Ինքը ադապտացավ դրան։ Նույնն է դա, եթե սոված մնաս օրը մի անգամ ուտես, մարմին սովորելու է։ Այդ ժամին ասկսելու քեզանից հաց ուզի։ Դու ոնց սովորացնում ես, դենց է լինում, ասո չկա դենց բան, որ մարդ ասի մարմինը բանջում է կամ չի բանջում։ Չկա դենց բան։ Ջուրը պիտի խմես։ Այդքան բան։ Okay, 4-ը ասեմ, իմ կարծիքով մետախոնդրիաների աշխատանքը ու քանակությունը, որը տարիների ընթացքում նվազում է, ու եթե օրինակ դու դիմացկունությանը ուղղված վարժություններ ես անում, ասենք ամբողջ մարմնի կրոսֆիտ ես անում կամ օրը 1 ժամ քայլում ես, մետախոնդրիաները իրանք շատ են լինում, ակտիվ են լինում, նաև նյութափոխանակությունն է բավական ինտենսիվ լինում ու ավելի հեշտ է լինում ճարպայրել։ Եթե օքեյ ես սրա հետ, իրան որպես 4 կետ ընդունենք։ Այո, ինքը մարզումներ է, կամ քայլերն է, բոլորը ակտիվություն է, որը պետք է մեր կյանքում։ Այսինքն, երբ որ ես ասում եմ, դաշելի կարանք դարանջատենք իրար ինձ Գրիգոր ջան, այսինքն մարզումները, օրինակ, կարանք դրենք մի գետում, ինչի համար, որտեղ մենք բաղում ենք մգանները մեր առողջությունն է, մեր աբակայի բանն է, ասենց ասեմ, ապահովագրությունն է։ Այսինքն, որպես դու չունենաս, չգիտեմ, սուստավների ցավեր, ծնկների, բոնաշարի ցավ չունենաս, քո մգանները պիտի բահբանես։ Դες մնում ես առողջ։ Երդասարդ։ Մի քայլել, մի գետել, կարամ դնեմ առանձին քայլելը։ Այո։ Այդ առանձին քայլերը, ես միշտ ասում եմ ժողովուրդ, ես որ ասում եմ հելեք քայլեք, ես չեմ խոսում որ դուք նիհարեք կամ չեղանաք քայլելով, չկա դենց բան։ Ես խոսում առողջության մասին։ Ուզես շաքարը դիշնի, ուզես քոլեստերոլ դիշնի, նայեք ասված ինչ մեխանիզմ աստեցել։ Ընդամենը քայլելով շաքարը նվազելու է, քոլեստերինը նվազելու է, սրտանոթային խնդիրները նվազելու են։ Ընդամենը քայլելով։ Դրա համար ասում եմ, քայլերը մի խառնեք մարզվելու հետ։ Քայլեք ամեն օր ձեր 7-ից 10,000-ը, պլյուս շաբաթը 2-ից 3 օր մգանային զանգվածքը բահբանելու կամ աճացնելու համար գնա ուժային մարզվի։ Այո։ Ընտիր, դե քայլել ասացիր դու հաջորդ քայլել։ Ընտիր, ես ցանկանում եմ ավելացնել թթվածնի առավելագույն սպառումը, որպես էլի հատուկ ցուցանիշ երիտասարդության, ինչքան միավոր ժամանակի մեջ մարդու սաղ օրգանները, սիրտը, թոքերը, արյունատար համակարգը կարում է թթվածինը սպառի, հա, այնքան այդ մարդը ավելի երիտասարդ է, նույնիսկ հիմա աշխարհում առանձին դրաղության մարզումներ կան, հենց թթվածնային մարզումներ, որը որ Շնչառություն ճիշտ է, շատ ճիշտ է։ Հիմա այդ էլա մոտ անգել, հիմա ես արդեն իմ բաների մեջ գրում եմ, որ կուրսերը դալիս եմ, ոսկե չգիտեմ, ասում եմ բարաբուն կպրծավ, օրինակ չգիտեմ, ոդ արեց պրծավ այսօր, վերջում 10 րոպե շնչառության վարժություններ։ Ես արդեն մտցրել եմ էդի գամած։ Okay, հետո երբ որ ինձ հարցնում են, ասում են մարզասրահում ի՞նչն է կարևոր գեդը, մենք դրան ուշադրություն դարձնենք, ես ասում եմ մակրոությունից առաջ ներսը մդիր ու նայ թթվածին գա թե չէ։ Հա, իհարկե։ Դա ավելի կարևոր։ Ինձ համար մակրոությունից ավելի կարևոր է, որ ներսը լինի թթվածին։ Այսինքն օտափոխումը նորմալ լինի, չգիտեմ, բադուհանները, էսի սա նորմալ լինի, ինչի համար։ Երբ որ դու բարաբում ես բիդա որ թթվածին չկա, դու ոչ մի օգուտ չես ստանում։ Առաջին ջարբդեք չի վարվում, որտեղ մենք շնչում ենք մեր մարմինը ստանում է թթվածինը, եւ որ արտաշնչում ենք, այդ ժամանակ մեր կալորիաները վարվում է, ջարբերը դուրս է գալի դենց ածխաթութուներով։ Այսինքն մարդիկ կարծում են ասում քրդնելով, զուգարանով, չէ, ասում չկա դες բան։ Ընդամենը շնչում ես, արտաշնչում ես դու բան։ Դրա համար թթվածինը շատ կարևոր է մեր կյանքում։ Ես քեզ մի հատ հետաքրքիր լայֆ հակ ասեմ, երբ որ եղանակները տաքանում է, ես կասկադի աստիճանների ներքևից բարձրանում եմ վերև, վերևի հատվածը 10-15% աստիճանների մաքուր է տեղի թթվածինը միտից լիաթոք կարելի է շնչել։ Այսպես բարձրանում։ Տարբերությունը զգում ես, չէ՞, դեռ չես հոգնում, չէ՞։ Հա, ու իսկապես մի անգամից զգում ես, որ սաղ օրգանիզմը դե թթվածինը գնում է ու դու դրա բացի ճնշում դեր է գցում։ Ասում մարդասրամը դա մարզվում ես, օրինակ ասում, եթե չի լինում թթվածին, ճնշումը գցում է մի անգամից։
Դա նորմալ է։ Դու շատ յուն դարսեք ծտվածինը շատ կարևոր շնչառությունն էլ, ինչպես ասացիք, արդեն կարան ներառել մարդիկ կամած կարանք սկսենք դրա մոդան մտցնել կամած։ Հա, բայց նայ, այստեղի կարևոր մի հատ բան կա։ Ուժային մարզումներից ես օրինակ իմ մարզումները ոնց եմ կազմակերպում, ասեմ, դու էլ կասես, հա։ Շաբաթը 2-ից 3 անգամ անում եմ ընդհանուր մարմնի ֆիզիկական վարժություններ, օրինակ կքանիստան նույն ծագանա բազային բոլոր վարժությունները 6-ից 7 հատ բազային վարժություն ու արանքը լցնում եմ նաև այն մյուս վարժությունները, որոնք օրինակ երկրորդային մկաններին են վերաբերում։ Այսինքն շաբաթը 3 օր ամբողջ մարմնի ուժային վարժություն։ Օրինակ կան վարժություններ, որոնք նույնիսկ մի քանի պատխոդ ավել եմ անում, օրինակ նույն ծագան, նույն կքանիստը 3-ից 5 պատխոդ անում եմ ամեն մարզման ժամանակ։ Այդ ընդհանուր քո ասած մկանային կորսետի համար։ Հաջորդ օրերը անում եմ Muay Thai եւ Muay Thai-ից բացի նաև առանձին մի հատ կտոր կա, այդ ինտերվալնի պարապմունքներն են, արագաուժային մարզումներն են, որտեղ 20 րոպե օրը նույն Տաբատանա հայտնի պրոտոկոլով Հիտ կարդիո է կոչվում։ Այապրես, հա։ Հիմա ֆիզիկականը բանը այն մարզումները, որոնք ընդհանուր վինոսլիվս է, հա, այսպես ասած, դա են սպորտում դա կոչվում է դիխալկա։ Բանն էլի, շնչառական ամբողջ քո ապարատը մարզվում է, ու իհարկե ոչ միայն։ Muay Thai-ը, որը էլի ամբողջ մարմնի մարզում է, ավելի մոտ սրան, եւ 1 ժամ քայլելը։ Ամեն օր, հիմա ցուրտ է կոմֆորտ չի քայլելը։ Ես ոչ առաջարկ եմ, դա ասում շենքի աստիճաններ էլի չի։ Հա, էդ էլ է, իհարկե, լրիվ համաձայն եմ։ Եվ սառտակ ցնցուղը։ Այս բոլորը իմ կարծիքով, որ մեկն էլ ես հանեմ, այնտեղ բան է պակասելու։ Բոլորը ինչ որ մի հատ կարևոր դեր են կատարում։ Մենակ պետք է նենց անես, որ չափից շատ չմարզես, որ կորտիզոլը չբարձրանա։ Նայ, գանք մեկ, երբ որ դու մարզեցիր շաբաթ 2-ից 3 անգամ ուժայինը, total body արեցիր, full body-ն արեցիր, օքեյ հասկացա։ Արդյոք բաժանեցիր ամբողջ մկանները հավասարաչափ։ Փորձում եմ, հա։ Իտո էլի մարի չեմ անում։ Բան չկա, ինձ որ ասում են խոսքի այսօր դոշի օր, այսօր չէ, չկա դենց բան, դրա մոդան էլ անցել։ Ես էլ եմ անում ծրագիր, որ գոչվում է push pull legs, այսինքն հրով մկանները, ձգող մկանները, մեկ էլ ոտքա առանձին։ Դենց եմ բաժանում ես, դենց ավելի հարմար է ինձ էլի, կարող եմ հասցնեմ։ Կարևոր որ դու բոլոր մկանախմբերդ բաժանես, բոլորը անես այդ 3 օրում։ Ոչ թե ու չլինի մեկ մյուսից էլ ավելի։ Okay, ուժանի դեպքում էսի կարամ ասեմ։ Իսկ հաջորդը ինչ որ դու անում ես Muay Thai-ում, քայլելա, մույսը, դրանք դիմատրուական վարժություններ են, որը օքեյ է, այդ կամ մկանային բանի չկա, էլի, տրավմա չկա այնտեղ։ Դրանք օքեյ է։ Բայց ըստեղ մի հատ խնդիր ունենք։ Իմի կարող է քո մարմինը արձագանքում է քեզ, դիմանում է այդ կանին։ Կարող ուրիշին չդիմանա։ Դրա համար ես միշտ ասում եմ, դու նայ, եթե զգում ես, որ դու հոգնած ես, մի արա։ Հանգստացի։ Մի մարմին հանգստացրու։ Կամ եթե տեսնում ես, որ 3-4-5, ես սենց ասեմ քեզի, այս գործերս որ այսքան ամեն ինչի մեջ չեմ մտնում, չէ բլոգը, SNN, ես շաբաթը մարզվում եմ 5 օր։ 5 օր ուժային մարզում էի։ Լրիվ առանձին էի բաժանել մկանները, այսինքն չգիտեմ, դոշը, մեջքը, բայցեպս, տրայցեպս, ոտք առանձին ամեն օր մարզում էի 45 րոպե մի ժամ միջև։ Բայց հիմա զգացի որ չէ, չեմ վերագանքնում։ Մարմինս չի հասցնում վերագանքնի, որովհետև դեմ 5-ից կես զարտում եմ 16 ժամ ոտքի եմ։ Մի քիչ ուրիշ այլ է, էլի առաջ դենց չէր։ Դրա համար մաչացրեցի 3-ի։ Այսինքն լսիր քո մարմինին։ Ինչի համար, երբ որ դու overtraining-ը այդ ավելորդը որ արեցիր, 1, 2, 3 դու հիաստապվելու ես։ Երբ որ զգացել քո վրա էներգիա չկա, ուժ չկա, դու հիաստապվելու ես, ամբողջ չթողես։ Հա, համաձայն եմ։ Դա որ բեք չի զարեոտունի, քո մարմին ասենք վերագանքնում է, հասցնում է, դու քեզ լավ ես զգում, օքեյ։ Բայց երբ որ զգացիր որ չէ, քեզ դանում է, մի արա։ Մանո լրիվ համաձայն եմ, արի ես մեր 10 ցանկը ավարտենք, լիքը հարցեր եմ մոտ գալիս, որ կտամ քեզ, քանի որ ասացի 10 հատ ասենք, վերջինը նշեցինք շնչառությունը երևի թե շնչառությունը քո երթնա դու ասա ուր ենք ասել ինչ մնացել դե շատ կա իմ կարծիքով հիմա ուղղակի չի աշխատում կա ծարաբերված է նոր հերոստալիկից եմ գալին դարտերի կարը խոսացել այ լավ մի հատ ես օգնեմ հենց կոնկրետ վզի մարզանք մի վարգան հիշեցի ամենակարևորը ամեն 6 ամիսը անալիզներ հանձնեք հա օքեյ ամենակարևոր, դա էլ է կարևորներից մեկը։ Ամեն 6 ամիս, երբ որ դու դարձար 30+, գնա ամեն 6 ամիսը դու անալիզներ հանձնի, որտեղ 30-ից հետո մեր բոլոր հորմոնները իջնում են ամենացածր մագարտակին, օքեյ։ Նայած մարդկա կարող ավելի իջնի, մարդկա օքեյ մնա, սո գնա հետևիր քո հորմոններին, հետևիր վիտամիններին, որտեղ դրանք շատ կարևոր են, այսինքն դու հորմոնը տեստեստերոնի եթե իջավ, արդեն
Հա։ Ուժը իջավ, չգիտեմ, ցանկությունը իջավ, ամեն ինչ իջավ։ So, այդվեք Ճարպայրում իջավ ամեն ինչ փոխվում։ ամեն ինչ։ Տեստեստերոն գլխավոր բանն է։ Համաձայն եմ։ Okay, հիմա տեստեստերոնի հետ կապված մի հատ տեխնիկական վարություն ասեմ, վզի մարզանքը, որ հենց վիզիտ էս մարզում, որի արդյունքում ուղեղն է լավ սնվում արյունով ու արյան մեջ ինչքան սնունդ կա, քանի որ ուղեղի մեջ կա մի քանի գեղձ, որը ամբողջ մեր նյարդային համակարգը, գեղձերը, էնդոկրին համակարգը ինքն է կառավարում, այդ հիպոթալամուսն է եւ էպիֆիզն է։ Այսինքն, եթե ուղեղը ճիշտ է սնվում, լավ է սնվում, արյան շրջանառությունը լավ է, ինքը ամբողջ օրգանիզմի այդ թվում նաև տեստեստերոնի արտադրությունը նախափուլում սկսվում է հենց ուղեղից։ Եվ եթե քո վզի մկանները մարզված են, քո ուղեղը շատ լավ է սնվում, թեթև է արյան շրջանառությունը ազատ է տեղի ունենում եւ դա ամբողջ օրգանիզմի վրա ազդում է։ Եթե կոնկրետ խնդիրը ստե արյան շրջանառության խնդիրն է, այսինքն մենակ վիզը ասելով, եթե մեր մոտ էս բարանոց հետևի մաստել նորմալ եղավ, ինքը նորմալ է, մենակ վիզը չի, ասենք վիզը վարժելով եսիմ, այդ մեկը ճիշտ չեմ գտնում։ Եթե կոմոդ ասենք տրապեզիաները նորմալ է, ասենք ընդ ստե խնդիր չունես վզի հետևից, ընդերից է գալի շրջանառություն ավելի շատ արյան։ Հա, դե պետք է մարզես, ինքը ոչինչ չանելով, գլուխը բնական շարժերով ինքը չի մարզում։ Ես կյանքում չեմ մարզել, ասենց ասեմ, էլի կյանքում չեմ մարզել իմ վիզը, չի եղել այդպես բան։ Ասենք հա, կան սպորտաձևեր, որ իրանք մարզում են կոնկրետ, ասենք ըմբշամարտիկները, բան իրանք մարզում են, բայց ես կյանքում մարզած չկա, բայց պարկ ասում, տեստեստերոնը դեղն է։ Այ բայց ուրիշ բան ասեմ, դու ամեն ինչ որ ծանրություն ես անում, այդ արդեն էլի բարձրացնում է քո տեստեստերոնը։ Լուբոյ բարձր, ինչ ուզում ես արա, ծանր մի բան անես, ինքը էլի բարձրացնելու է, մեկը ճիշտ սնվել է, դա է կարևոր։ Համաձայն եմ։ Եթե ջարբ չես ուտում, ոչ մի հորմոն չի աշխատի։ Չէ, դա իմ գարձիկն է, ոչ թե գարձիկն է, իմ ուսումնասիրությունն է։ Ճարպերի քանակը պետք է տեղափայել։ Նու ամեն ինչա պետք է տեղափայել իհարկե, բայց ճարպերը կոնկրետ հորմոնների դեպքում առաջին տեղում է։ Դե կոնկրետ վզի վարժությունը դες մի քիչ բան չարեց էլի ինձ։ Քայդ մի քանի նյութ կկիսվեմ, մի քանի հետազոտություն կկիսվեմ։ Ուսումնասիրի, հետո մենք էլի թեմային կանադառնանք։ Всё, давай։ Ոչ մի խնդիր։ Ռուսերեն դու հասկանում ես։ Ռուսերեն չեմ հասկանում, մի քանի բառ խոսում եմ մենակ։ Լավ։ Կպատմես իսկ քո մասին, դու երբ ես եկել Հայաստան, որտեղ ես ապրել, ոնց է քո կյանքը անցել։ Այսօր դու 42 տարեկան ես։ 43 ու Հայաստան ես եկել 2005։ Okay, մի քիչ պատմի հա քո կյանքի պատմությունը։ Ոնց ասեք։ Ուրեմն ես ծնվել եմ Սաուդի Արաբիա։ Լրիվ ուրիշ է, բաբան այդ ժամանակ ընդեղ աշխատել, ամուսնացել ես ընդեմ ծնվել։ 6 տարեկանից մենք հետ վերադարձել ենք Սիրիա, այսինքն բաբաման Սիրիայից են եղել էլի։ Ընդեղ որտեղ չկա ոչ մի հայկական բան, այսինքն դպրոց, եկեղեցի ոչինչ չկա Սաուդի Արաբիայում։ Եվ որ մի քիչ մեծացանք, արդեն բաբան որոշեց որ հետ վերադառնա։ Վերադարձանք Սիրիա, ընդեղ շարունակեցի ուսումս, մինչև բանակ գնալուց ժամանակը 18-19 տարեկան է գնացին դե ծառայեցի 2.5 տարի բանակը ավարտեցի այո ընդեմ ծառայ 2.5 տարի մեր ժամանակով հենց ավարտեցի մի ամիս 2 ամիս հետո արդեն մենք տեղափոխվանք ստեղ 2005 թվին պատերազմը սկսել էր արդեն չէ պատերազմը 12 թվին է սկսել հա բաբան ուղղակի կանխադեսել էր Այն որ մի օր ասեց մամա որ ասեց խի ենք ուզում փոխվենք տեղափոխվենք բան ամեն ինչ լավ ասते ինչ ասեց նայ Իրաքը 2002-ին եղավ Ասես նա Իրաքը, հաստատ մենք Իրաքից ավելի ուժեղ չենք։ Ասված սադրանից կողմերն է բդդվում։ Ու դենց է մենք որ եկանք ստեղ, սա ասում են գիշեր թողեցին եկան ամեն տեղ դուն ծախին, գործ ծախին, փագին եկան Հայաստան։ Դե 7 տարի հետո որ պատերազմը սկսվեց, ինչ ճիշտ արեցին որ գնացին։ Հա։ Դե ժողովուրդը իրու դեպքում էր խոսում են։ Ահա 2005-ին որտեղ փոխվեցինք իհարկե այդ ժամանակ դժվարություններ կար։ Դե իհարկե հիմա չգիտեմ հիմա Հայաստանն ու այդ ժամանակ Հայաստանը դարբեր են։ Լրիվ մարդկանցից մտածելակերպից փողոցից ամեն դες նույն բան չմնացել ոչինչ չմնացել նույնը մի քիչ դժվար էր համագերպել այս ամեն ինչի հետ դու մարզվում էիր արդեն այդ ժամանակվանից ես չէի մարզվում ես դակավին չէի մարզվում այդ ժամանակ արդեն դամասկած քաշ էի բարձրացնում ես որ եկա արդեն երևի մի 100-510 կիլո եմ եղել որ եկա դե ստեղ էլ այնց շրջաբադ ընկերներ բանը սկսեցին ձեռք բերել ստեղ այդ ժամանակ իջնել ու դեռ խմելը այդ ախմոդա էր ու դեռ խմելն էր մոդա։ Այլ է մոդա։ Չէ, դե մի փոխվում է, չէ։ 50-50 է։ Չէ, լուր շատ կան, որ փոխված են, առաջվա նման չի։ Սկսեցինք ու դեռ խմել, հենց մինչև որ դարձա արդեն երևի 27-28 տարեկան մոտ 140 կիլոյի մոդ էի հասել։ Որտեվ աննորմալ ձևի ուտում էինք, ուրիշ ոչի բան, գեր խմի։ Որ ասենք այդ ժամանակ մի օր դե ես ինչ եմ հասկանում մարդկանց որ ինձ ասում են երկուշաբթի կսկսեմ ամսվա սկիզբը կսկսեմ ես հասկանում եմ դել եմ ես եղել մի տարի դենց եմ ապրել հեսա մինչև այդ
այդ 2 րոպե բառը վերացրեցի իմ կյանքիցս։ Հիմա ես մարդկանց հետ աշխատում եմ այդ 2 րոպեի վրա։ Շատ ակերքի բան, 2 բառով ասեմ, անցնեմ առաջ։ Ասում հենց այդ 2 րոպեն հանես քո կյանքիցդ ամեն ինչ շատ լավ լինելու, այսինքն, երբ որ զարթնես, մի ասա հեսա կփագեմ, փագի։ Հեսա նախաճաշի։ Հեսա կգրեմ, հիմա գրի։ Այդ երբ որ վերացես, նա ինչքան բան է փոխվում քո կյանքում, ինչքան արագանում քո կյանքի ռիթմը։ So, օրը եկավ արդեն էլ չէի գարում շնչեի, չէի գարում շարժվեի, չէի գարում գործանեի, դες ավտոպագանակագործ եմ եղել։ Այսինքն միջի մի հատ սերվիս ունենք, ավտոյի սերվիսը կա։ Բաբայի աշխատանքն ա եղել դա։ Ոչ կարող ենք ավտոյի վրա հելնենք, ոչ կարող ենք ավտոյի տակ պտտենք, այս սերն արդեն խնդիր էր, այսքան փոր էր սիրուն փոր։ Ուրեմն արդեն եկավ այդ որ չէ, պիտի մարզվեմ, ձև չկա, այդ ժամանակ զեյթուն մի հատ զարգարծ ճամփի վրա, որ մենք կոմիտաս ենք աշխատում, մեր դունել ավանա։ Ճամփի վրա դես ասիլա մտնեմ տեսնեմ ինչա։ Մտա խոսացի բան, երկրորդ օրը գնացի, սկսեցի եսից մարզվել, 1 2 3 որ շարունակեցի։ Ու այդ նույն օրը ես ու ընկերս ենք մտել, զալ իր առաջինն ու վերջինը եղավ, ես շարունակեցի, այդ օրվանից դուրս չեմ եկել զալից։ Հետո շարունակեցի դենց 2 տարի, մոտարդ մի դարում, արդեն հետո նկարները ցույց կտամ։ Մի դարում մոտ երևի իջա մինչև 75 կիլո։ Որտեղ սկզբից իմ սխալ բան արեցի, իմ այդ սխալ ուղածա։ Ես կոնկրետ զրգում էի ինձ ուտելիքից։ Իմի դες չի արդեն, իմի փոխված ամեն ինչ։ Ես սովորել եմ իմ սխալներից։ Այդ վաղ շատ էի զրգում ինձ ուտելիքից ու ահա որ շատ էի հոգնածնում։ Մարզանք շատ էի անում։ Հետո իհարկե ամեն ինչ ժամանակի ընթացքում սորվեցինք, բայց բարկասու ասրեցինք, որ մաշկը չթուլացավ էլի, այդքան քաշ կորցնելուց։ Ու հիշում եմ, որ մարտի կարես են գործի վայրը ինձ տենում էին, ասենք մի 6 ամիս չէր դեսե, կարասու են մանոն ուրա, ասում խոփանա գնացես թե չի։ Շարունակեցի մոտորես 3 տարի, 4 տարի անցավ։ Հետո արդեն body building-ով, չէ՞, պրոֆեսիոնալ ստեցիք զբաղվել։ Ապրես 2-3 տարին որ անցավ, դե մարմինս լավ փոխվեց, արդեն որ քաշը գործրել էի, ջարբի չկար արդեն համարյա վրես, որոշեցի որ ես մի քիչ մգանայի զանգված կունենամ, սիրուն դես կունենամ էլի։ Այդ էր իմ նվադագողագի։ Ու երբ որ տեսա մարմինս արձագանքում, այդ որ կողքից էլ սկսեցին ասել՝ «Խի մրցում չես մասնակցում, սիրունա, ոտերդ հաստա body building-ի համար ես, էսյանիա, դե գենետիկան էլ մեծ կաբրին, դու ինչքան ուզում ես մարզվի, գենետիկան խոսում է»։ Էս, ոչ մդել էի արդեն մեջը։ Համոզվեցի ու սկսեցի մի տարի կոնկրետ աշխատեցի դրա վրա, որպեսզի մասնակցեմ իմ առաջին մրցումը։ Իմ առաջին մրցում մասնակցեցի Հայաստանում ու 6-րդ տեղ բռնեցի։ Այնքան ուրախ էի։ Այնքան ուրախ էի, ասում ես տղեմ, որ ստեից եկավ ստեղ հասա 6-րդ տեղ, բայց շատ էինք այդ տարին։ Ու էդի ոնց որ ստիմուլ դվեց որ շարունակեմ։ Երկրորդ տարին դեռ չբռնեցի։ Ոնց թե չի կարա դες բան լինի։ Վիզ դրեցի 2017 թվին 4 հատ ինքդ մրցում եմ ախտել առաջին Հայաստան, դու գնացի Վրաստան, դու գնացի Եվրոպա, հետո դե Հայաստան powerlifting-ով մասնակցեցի, հետո ելի մի հատ մասնակցեցի երկրորդ դեպ բռնեցի, որ 2017 թիվը full լավ առաջ գնացի։ Ու դենց սկսվեց իմ կարիերան, այսինքն ինձ առաջարկ եկավ մարզասրահից, որ մարզի աշխատեմ, իհարկե մինչև դեռ արդեն 2 հատ դիպլոմ ձեռք բերել էի։ Ահա։ Ընթացքում լինում էր մեկ որ գիշերը որ ինձ կրում էին, գնում էի մարզում էի։ Բայց իհարկե հիմնական աշխատանքս գիտես, ասի որ ավտո տեղ սպասարկումն ա եղել։ Մնում էր այդ բանը թե ոնց պիտի բաբային ասեմ, գիտես ինչ կա, ես չեմ ուզում էլ կամ աշխատեմ։ Այն որ ինձ առաջարկեցին մարզիչի աշխատանքի համար, որ մտածում եմ մենակ մի բան, թե ոնց դասեմ բաբային։ Դե մեր ընտանիքը դենց էր էլի ձևավորված։ Ոչ ուշ ավակեցի գնացի ասեցի որ գիտես ինչ կա բաբ, ուզում եմ մարզիչ աշխատեմ, ասես թեթև քմծի ծադվեց, ասես գնա ինչ կարաս անես։ Ոնց որ էդի մի տեսակ ինձ ավելի շատ ստիմուլ տվեց, որ չէ, անեմ։ Երկրորդ օր գնացի գործի եմ։ Երբ այնց կարամ սկսեմ։ Բաբա, ասի օքեյ։ Երկրորդ օրը գնացի ու պարկասո առաջի ամիսը սկսեցի աշխատել, արդեն երևի 30-40 հաջախորդ ունեի։ Մի ամիս անց մոտ 30 հաջախորդ ունեի արդեն։ Մի անգամից անուն հելավ, դե գարում էի մոտիվացնել էի մարդկանց, արդեն ճիշտ ուղղություններ դա որ դա լիքը բան սովորեցի իմ ճանապարհին։ Ու լիքը բան ու ասում եմ ես ամեն տարին ինչ որ դիպլոմ սերտիֆիկատ ձեռք բերել եմ ամեն տարի, որտեղ ինձ ահավոր ձևի քաշել է, որտեղ ինքը իմ կյանքը փոխեց, ոնց որ ես նվիրեցի իմ կյանքը իրան։ Հիմա էլ փորձում եմ այդ ամեն ինչը տալ մարդկանց։ Ամենահասանելի գիտեք, համարյա ծրի։ Սենց դարիս եմ մարդկանց։ Դե դու հիմա համ բլոգով ես այդ գիտելիքը մարդկանց տալիս, ամեն ձև։ համ ունես մեծ
մարզվողների խումբ Շատ մեծ։ ու համեն ես հասցնում Բոլորը on-line-ները չբռնած աշխարհում եք։ Ահա, on-line-ները ու մեր ակումբից ես օրինակ անձամբ ինձ 3 ակումբակից ունենք, որ ինձ հարցրել են, կարանք Մանոյի մոտ գրանցվենք, գնանք մարզվենք, ասել եմ, ինչքան գիտեմ, շատ բանա, full է, բայց մի հատ խոսացեք, չգիտեմ, հա։ Այս իմաստով երևի պետքա արդեն ոչ թե առանձին մարզես, այլ one-to-many, մեկը բոլորի հետ, այսինքն Գրիգոր ջան, առավոտ 7-ին 6 հոգի ունեմ։ Հա։ Ամեն ժամ 5-6 հոգի այլ, մի հոգի չկա։ Հասկացա։ Մի հոգի մի դար առաջ վարձապրձ է, չկա։ Հասկացա։ Ու պլյուս արդեն 2 հատ օգտական ունեմ այդս։ Հա, այդ ուրիշ։ Բայց էլի ջար չկա, սրանից ավել։ Իմ արդեն ընթացքը արդեն որ փագել եմ։ Զուտ չես հասցնում արդեն ինչ արած։ Առավոտ ես 7-ին սկսում եմ բացվում եմ, մինչև 10-ը մարզասրահում եմ։ Ասենք ոդի վրա։ Այստեղ նաև շատ կարևոր է այդ տևական գալը, որովհետև օրինակ այնքան մարդ ինչքան ջիմում գրանցվում է ու գալիս է, կարծում եմ, չգիտեմ, 20%-ն է գալիս իրականում մարզվելու են, 80%-ը աբոնեմենտ առնում են ու չեն գալիս, կամ քո ասած մի անգամ գալիս են ու չեն գալիս։ Դու նաև այն մարդով գալիս է քո մոտ, նաև իրան կարող ես նենց անես, որ ինքը ստաբիլ գա, սիստեմատիկ գա, քո առաջ պատասխանատվություն ունենա, էլի։ Աբրես մարզիչի գործը է դա ոչ թե մենակ գործիք ցույց տալն է, չէ, դու պիտի ամեն մարդու խնդիրը հասկանաս։ Ինչ է սիրում, ինչ չի սիրում։ Մարդկա գադակ եմ անում հետը, մարդկա լուրջ եմ հետը, մարդկա չգիտեմ ձեզում եմ իրան, նայած էլի արդեն, նայած մարդը ոնց է սիրում այդ ամեն ինչը, որ իրան ներկայացնեմ։ Ու հետո բացատրում ես մարդկանց, խոսում ես, ասում ես, էսա, քո ջարը գիտեմ ես, էսիա, հետո գալիս երկու շաբաթ անցնում, ասում դավայ ելը, մի հատ ձեր բաները բերեք, վերջի դվյալները բերեք, քաշերը բերեք, էսի բերեք, էլի բերեք, բրավո, դու լավ ես, չէ, դու քիչ ես, հետևում ես իրան։ Այսօր չեկավ գրում ես, ուր ես, խիչ եկար, կարող գիտես, որ դու կանաս, դավայ, իրար գործի, խիչ ես եկել, մի հատ դեղեկացրու, ուշանում եմ, գրի որ ուշանում ես։ Նենց ես անում, ինքը քո հանդեպ պատասխանատվություն ստանա։ Իդեպ Ու գապ չունի, գիտես, չի, ասենք բաշտոնավոր մարդիկ էլ կան մոդես, ինչը չգիտեմ, ամենաներկևից մագարտակի որ ասում եմ, բոլորին մոտ հավասար են։ Բոլորը գապ չունի ով ինչա։ Ես քեզ մի հատ հետաքրքիր ֆենոմեն ասեմ, ես ինքս հիմա որ Muay Thai եմ պարապում, դրանից առաջ մոտ 15 տարի տեքվոնդո եմ պարապել ու ինքս էլ մարզիչ եմ եղել 2000-ից 2005 թվականներին ու հիմա երբ որ ես գնում եմ ջիմ մարզվելու, համ Muay Thai-ը, համ ուժային մարզումները, ես մարզվում եմ մարզիչի մոտ։ Ու այդ հարցը երբեմն տալիս են ինձ դու ինքդ մարզիչ ես եղել, ճիշտ է, ուրիշ մարզաձևում, հա, բայց հիմա ես իհարկե բազան գիտեմ, մարզելու այդ սաղ ասենք ճանապարհով ինքս անցել եմ, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա ինձ մարզվելու համար այլ մարզիչ է պետք։ Ու մարզիչի մոտ ես դառնում եմ սովորական աշակերտ։ Այն Գրիգորը, որը Սև գոտի առաջի դանա տեքվոնդոից, այդ Գրիգորը Muay Thai-ում ուղակի աշակերտ է, ով իր տրեյների ամեն ասածը անում է։ Աբրես։ Եվ մարզիչի մոտ ամեն ասածը էլի անում եմ նենց ոնց որ մարզիչը ասում է։ Ճիշտ է կամ սխալ է, գապ չունի, մի տեղ անես։ Հա, այս իմաստով եթե մարզիչ ես ընտրում, պետքա այդ դերի մեջ դու քո դերի մեջ մնաս։ Ես մի հատ խոսք ունեմ դրա համար, գիտես ինչ եմ ասում։ Իսկ որ ասում են, «Էս ինչ մարզիչին եմ ընտրել», ասում եմ գնա հարցուր ինքը մարզիչ ունի թե չէ։ Ասում եմ, եթե քո մարզիչդ մարզիչ չունի, մի մարզվի իր մոտ։ Լավ անասիր։ Քո մարզիչից դե մարզիչ չունի, մի մարզվի իր մոտ։ Սա մեծ խոսք է։ Իհարկե դեսից ես եմ ինչ բաներ գասեմ, բայց իրանք չեն հասկանում խորը իմաստը դրան ինչա։ Ես էլ ունեմ մարզիչ։ Դե հա։ Բոլորս էլ ունենք մարզիչ։ Այսինքն եթե դու պրոֆեսիոնալ ես, դու պիտի ունենաս մարզիչ։ Ասենք այդ որ Մստր Օլիմպիա է ելում, բեմա ելում, որ ասենք չգիտեմ, Ռոնի Կորմանը որ 8 անգամ Մստր Օլիմպիա, 7 անգամ Մստր Օլիմպիա է եղել, բայց եկել միջի մարզիչով է բարաբե, չէ։ Հա։ Այո։ Նույնը մույսը Քրիս Պամսը դգրի ով ուզում ալնի։ Բոլոր մարզիչ ունի, չէ։ Ասենք 10 տարով արդեն էքսպերիենս ունի, որ ինքը կարա ելնի բեմի ուզում անի, չէ։ Մարզիչ։ Այո։ Դիսցիպլինա։ Դրիվ համաձայն եմ։ Երբ որ ես սենց ասեմ, եղելա որ ընթացք մենակ եմ մարզվել, ասեմ լավ ես վերջիս հետ չանեմ։ Դու չես կարող մեգա դու կովրա։ Մեգա ուղղակի ինքը սիրում է իր այդ safe zone-ի մեջ մտնի, Comfort zone։ comfort zone-ի մեջ մտնի, էլի։ Ինքը քեզ անընդհատ էս խափելու է, որ լավ է, հերիքա, հոգնեցիր, օքեյ է։ Լավ է, մի գդորի գեր գանցնի։ Չէ, բայց երբ որ մարզիչն է գրե, որ չէ, ախպեր, մանուն է գրա, որը սարը կսպաննի էս ինքը։ Այսենց էլի, այդենց են նայում։ Այդ ճիշտ է։ Լրիվ համաձայն եմ։ Քանի ամիս է պետք որ մարդը լրիվ 0-ից ունենա արդեն շոշափելի արդյունքներ։ Ես այդ դրա համար եմ հատ խոսք ունեմ, սենց ասեմ քեզի։ Եթե մի շաբաթ դու քո վրա փոփոխություն չտեսար, ի մարզվի։ Մի շաբաթում պետքա զգա։ Պիտի մի բան զգաս վրեդ։ Հա։ Մգանները զգում ես արդեն, ես ինչ վգան գավրես, ես ինչ վգան գա, մի տետը ինչ որ քաշտ գցելա կամ չգիտեմ ինչ է փոփոխությունը, դու ամեն շաբաթ պիտի փոփոխություն ստանաս։ Ես դրա համար ասեցի մի քիչ առաջ որ երկու շաբաթ անցավ, ասում եմ հա դվյալներ բեր։ Ասում եմ եթե մի բան չփոխվեց կոմոդ այս ընթացքում, ուրեմն մի բան է ինչի։ Այո, համաձայն եմ։
Մանո, հիմա գանք գործարարությանը ու սպորտին, դու մեր ակումբի անդամ ես ու արդեն ես տեսնում եմ, որ մեր ակումբում ակտիվ համագործակցություններ ես սկսել տարբեր ընկերների հետ։ Փորձում ենք, հա։ Հա, այսինքն դու ինքդ նաև որպես գործարար ակտիվ քեզ իրացնում ես։ Իհարկե, այն ինչ դու անում ես քո բլոգով, քո հանրային գործունեությամբ, դրա մեջ էլ գործարարության տար կա։ Հիմա արդեն լինելով եւ գործարար եւ տրեյներ, հա, այս հարցին կարաս պատասխանես երկու տեսանկյունից։ Ինչի է պետք սպորտը հատկապես բիզնեսմենի համար։ Առաջի հերթին ես կասեմ դեսկը։ Բան, դեգոզ եթե դու բիզնեսմեն ես, ես չգիտեմ, հիշու ես մեր սեմինարի ընթացքում որ ասեցի, գիտեք ինչ կա, եթե երկու հատ բիզնեսմեն եկավ, երկուսի ասեք չգիտեմ, բյուջեն նույնն է, երկուսի ուսումը նույնն է, ամեն ինչ նույնն է, բայց դու ուզում ես մեկի հետ գործար կապես։ Այո։ Չաղին գդրես, տենի ասում մի հատ ձերքը դիր սրդիդ խղճիտ։ Արի ճիշտ խոսանք։ Ոչ չաղին, ոչ նիարին, մարզվածին։ Որտե մարզվածը քեզ ինքը ուրիշ ձև է թվում։ Ուրեմն այս մարդը դիսցիպլինա ունի։ Այո։ Ուրեմն այս մարդը գարում է իր վրա։ Իր օրը ճիշտ է գծված ամեն ինչը։ Իր ամենակարևոր ակտիվին ուշադրություն է դարձնում։ Իհարկե ամենակարևոր կետը դա բանն է։ Մարզումներն ու իր դեսկն է բիզնեսմենի համար։ Կապ չունի ինքը բիզնեսմեն, ասեն, որը բիզնեսմենը հալավ, օքեյ, դրա մոդան անցավ առաջ, ասենք, որ ասում եք դոխոմաներին է։ Արի ես լրացնեմ քեզ, էլի իմ հարցին ես էլ պատասխանեմ։ Նայ, օրվա ընթացքում մենք ունենք շատ գործեր, շատ հանդիպումներ եւ կան բազային այսպես ասած ժամեր, որտեղ դու բազա ես ձևավորում։ Բազան, եթե գանք սպորտին, դա բազային վարժություններն են, մի 5-6 հատ բազային վարժություն, ժիմ լյոժանա, ծիագանա։ Հիմա բիզնեսմենի կյանքում նույնպես կան բազային բաներ, որի վրա կառուցվում է մնացած ամեն ինչ։ Հիմա առաջի բազային վիճակներից մեկը դա բիզնեսմենի մարզավիճակն է։ Մի բան է դու ջիմից մարզված տոնուսի մեջ գնում ես քո գործին, քո հանդիպմանը, եւ մի բան է, որ դու ամիսներով սպորտը թողում ես, լրիվ փոխվում է քո տոնուսը։ Այսինքն մարզումը հիմքում լինելով ամեն ինչի վրա ազդում է։ Շատ ճիշտ է։ Այսինքն բազային բաներ կան, որի ազդեցությունը մի բանի վրա չի, երկուսի վրա չի, ամեն ինչի վրա է։ Հետևաբար ես իմ աշխատանքային հանդիպումները, գրաֆիկը 1-ից 10 բալանի համակարգով գնահատում եմ, հետո Պարետոյով հաշվում եմ իր էֆեկտիվությունը եւ առավոտը մարզվելը կամ որևէ ժամի մարզվելը, երբեմն ժամերը ես փոխում եմ, իմ համար 10 բալանոց հանդիպում է։ Հանդիպում իմ մարզիչի հետ, հանդիպում ջիմի հետ, 10 բալ, ամենաբարձր բալն է։ 1 բալը իմ համար օրինակ, չգիտեմ, ինչ որ մի հատ նամակի պատասխանելն է կամ գրելն է, ինչ որ մի հատ կարճ գործողությունն է, որից ինչ որ մեծ հեռուն գնացող արդյունք չեմ էլ սպասում, բայց ջիմը, մարզվելը 10 բալանոց գործ է, բազային։ Բազայա, որի վրա հետո ամեն ինչ է կառուցվում։ Համ քո ինքնազգացողությունը, համ քո օրեր կան գործարի վրա այնքան մեծանահագրուսկ են, էմոցիոնալ, ֆիզիկական, որ եթե դու մարզված չես, դու չես ձգում այդ ես միշտ դա համեմատում եմ տեզերագնացների հետ, հա, տեզերագնացներին ինչ են մարզում, ամեն ինչը, չուսլի մազերը չեն մարզում, ինչի, որովհետև տեզերագնաց այդ բազան պետք է ունենա, որովհետև մի միավոր սանտիմետրի վրա անկած ծանրաբեռնվածությունը գերազանցում է 100 անգամ հողի վրա կանգնած մարդու, չէ՞, Հիմա բիզնեսմենի դեպքում նույն ձև է, մի միավոր ժամանակի մեջ բիզնեսմենի բաժին ընկնող ստրեսը, ծանրաբեռնվածությունը ինքը շատ բարձր է։ Ու եթե դու ֆիզիկական տոնուսի մեջ չես, եթե դու չես կարող օրինակ մի օր ժամը 5-ին գնաս մտնես ջիմ ու այդ սաղ լարվածությունը թողես ջիմում, ուրեմն դու կհիվանդանաս, դու կվարվես, դու Հաստատ, որովհետև մարզումներն ակ եթե չպիտի նայեն, որ իբր նիհարելու կամ ինչ-որ բան համար են։ Ինքը բազա է։ Աբրես։ Կյանքի։ Ինչպես ասեցի, առաջի հերթին եթե արավոտ է գնում, կողը դսկում միլիոն դակ աշխատել։ Ասեք ես ունեմ արավոտվա այդ 2 ժամվա ընթացքում 6-7 բիզնեսմեն ունեմ։ Կոնկրետ այն ուժեղ բիզնեսմեններից, որ գայսեն արավոտ են բարաբում։ Ինչի համար։ Ասում եմ կյանքում ես չի եղել ժամին զարթնեմ։ Ասում եմ մանու ես որ եկա այդ արավոտվա 7-ին։ Ասում գործս դենց առաջ գնում, ասում սա որը դեմս, հա։ Դու գասեք 11-ին 12-ին են զարթում, այդ ու են գործերին, բայց ինքը գալիս է մի հատ մարզվում է, մի հատ էներգիա է հավաքում։ Այո։ Քնած չի մնում իր մարմինը։ Եթե դու զարտես ու չշարժվես, այնքան վրա ես։ Տեստոստերոնն է բուստ լինում, թե 24 ժամով։ Չգիտեմ, իր գործակները ավելի ուժեղի, չգիտեմ ինչը գտնի։ Երկրորդ հերթին այդ քո ասած օրվա վերջը, եթե դու եկար 5-ին, 6-ին օրվա վերջում մարզվեցիր, դու իմացել որ ամբողջ օրվա ստրեսը մի հատ դուրս անեցիր։ Այո։ Դա էլի եմ ասում, ինքը նիարը չանալու հետ կապ չունի։ Եկար ստրեսը դուրս անեցիր, միտքդ հանգիստ խախանդ գնացիր ընտանիքիդ կամ չգիտեմ գնացիր ու դե։ Ոչ թե բերի այդ խնդիրները դարի մի հատ հետ այնտեղ։ Չէ։ Չէ։ Դե երկրորդ հերթին գալիս է սնունդը, սնունդն է կարևոր։
Այսինքն եթե բիզնեսմեն ես, էլի պիտի ճիշտ ուտես։ Ճիշտ ուտելը շատ կարևոր բան է։ Մի քիչ այնպես որ շեշտեցի, այսինքն եթե ճիշտ չափաբաժիններով գերար, նայ գարալինի ժամանակ չունենան, տասկում մի հատ քաղցր մի բան դնի, բերանեդի իր ամենասխալ բանը գտնի։ Ինչ համար այդ ժամանակավոր հաջուկ իրամ դվելու է ընդամենը 15-20 րոպե։ Հետո անգում եղավ, իր դրամատուրգիան փոխվավ, գարալերի ազդի իր աշխատանքի վրա։ Դրա համար ավելի լավ դու սպիտակուցները լիք ուտես, ածխաջրերը թողես ամենավերջում, ջարբը դուտես, բանջարը այդ վերջում, ածխաջրերը դկեր, ունեցիր էներգիա։ Թե ածխաջրերը սկզբում, Չէ, ածխաջրերը վերջում։ սպիտակուցը վերջում։ Չէ, առաջինը սպիտակուցն են գտում, ջարբը, Հա, առավոտ։ կապչուրի։ Հա, ածխաջրերը թողում ենք երեկոյան։ Չէ, ապսեի վերջում։ Հա, լավ, հասկացա։ Ապսեի Հա, վերջում։ օրվա ժամերով ածխաջուրը պետքա շուտ լինի, որ հասնես դու իրան Գիշերն օգտագործես։ կարող դի բաժանված։ Ինձ որ ասում են գիշերը չեմ ուտում, ասում եմ չկա դենց բան։ Ես գիշերներ եմ ուտում։ Քնելուց 3 ժամ առաջ, որովհետեւ մարմինը մարսի, ու պլյուս բաժանվում է։ Ասենք իմ օրվա չափաբաժինից չգիտեմ, իմ քաշի անգամ 3 ածխաջուրա, օրինակ, նախաճաշ ճաշ, ընտրիկ բաժանվի։ Կալորիա ինչ կա բնի գիշերը գերել եմ կամ ցերե գերեմ, ըստ ամսը չի ելնում, նայեմ դուրս ինչ արևա գիշերը ջարբայեմ թե չէ, դες բան չի անում։ Բայց առաջերտին որ սպիտակուց ուտեն, իրանք ինսուլինը դանդաղ կբարձրանա։ Այո։ Ու կգշտացնի։ Վրից ջարբից էլ չվախենան, հորմոնները դա աշխատացրեց, քեզ ավելի լավ զգացիր։ Երրորդին դագի ինչ կմնա։ Այդ կան ածխաջուրգեր, գլնի կարտոֆիլ, գլնի բրինձը, գլնի չգիտեմ ինչը, հնդկածավարը կեր, լոբաս գեղեն, օքեյ, ինչքան կմնա դագը, դու արդեն միսնոյդի գերել ես, դու արդեն գուշտ ես, այդ քաղցրի բան չես ունա, քաղցրի բան չկին կերան չի գալի, եւ որ սով ես ուզում ավելի անստես ուտես։ Մի հատ հարց ունեմ, խոհանոցների հետ կապված, ես շատ հաճախ եմ Դուբայում լինում ու արաբական խոհանոցը ու հայկական խոհանոցը իմ աչքերով արդեն մարզվողի աչքերով, սենց է հայկական խոհանոցում դու հստակ տեսնում ես, սա կլեչատկան է, սա սպիտակուցն է, սա ճարպն է, սա էլ ածխաջուրն է, բայց արաբական խոհանոցներում ես շատ դժվար է դա զատել իրարից, հա։ Ամեն ինչ իրար դեմ դաց։ Հա, ու դա ոչ միայն արաբական, նաև իտալացիների մոտ է, օրինակ պիցա ես ուզում, ոնց ու սա ածխաջուր, չգիտեմ, ասենք, չես կարող առանձին վերցնես, հա, կարող է ինչ-որ ստեյք ուզես, մենակ սպիտակուց լինի կամ սպիտակուց ու ճարպ լինի, բայց հայկական խոհանոցը իմ կարծիքով ամենահարմար խոհանոցներից աշխարհում այդ ճիշտ ծնվելու համար։ Դու գիտես, սա բանջարեղենով ափսեն է։ Աբրեք, առանձին է գալի մեր մոտ, այո, խառնած չի։ Այդ ամենաճիշտն է։ Նայեք, դա կուլտուրա։ Այդ հերթականությունը ուտելը կուլտուրա է։ Այդ ամեն ինչ որ այդ խառնում եք, դա ճիշտ ասեցիր։ Շատ սխալ է։ Որտեղ նայեք, եթե ոնց ասեմ, սկզբից բրինձը եկավ կամ խմորը եկավ, դե խմորը բան է, սպիտակ ալյուրա, ինքը շաքար է։ Այո։ Ինսուլին հանելու է օդը։ Այսինքն դու էդի գերալ ինքը ֆեյք է։ Թեգուս ամբողջ պիցան գերար, հավատա դու մի ժամ երկու ժամ սոված ես։ Ինչի որտեղ ինսուլին խախտվավ այնտեղ։ Բայց որ դու առաջինը միսդ կերա, քո ասած ինչ խորովածը գերանք, օրինակ, վրից բանը, չոր ջարբոտ մի բանը գերանք, երրորդը եկավ նոր մեր մոդելը առանձին գալի, չգիտեմ, գնի գրեչկան, բրինձը բանը առանձին գերանք, հա, հայկականը ճիշտ է, կարելի է դարանջադել դրանով։ Բայց մի խեմ եղանք բողոքում, չենք կարա դիետա բան, չենք կարա դիետա բան, կերան լավ է դիետա է, էլի։ Իհարկե։ Մեր խոհանոցը հենց դրա համար է նախատեսված, որ դու ճիշտ ծնվես։ Ինձ թվում է խնդիրը ես ինչու՞մն է, որ մարդկանց ուղի մեջ դիետա բառը որ մտնում է, իրանք խառնվում են իրար։ Դրա համար սկզբում որ գալիս են իմ մոտ, գիտես ինչ եմ ասում իրանց, ասում դիետա չկա։ Ասում այսինքն, ասում գիտես դիետա ինչ է, ասում հա, ասում նախաճաշ ճաշ ընտրիկ, արանքներում ոչ մի բան մի դիր բերանից, ոչ մի բան։ Ասում եմ սպիտակ ալյուր, քաղցր համ ինչ որ գա, ու պլյուս դաբագած բաները հանի։ Դիետա է։ Լուրջ, դիետա է, վերջացավ։ Մարդը մի ամիսը բամ գարած, ման ասում իսկ կգանից 3-4 կիլոնի հարել եմ։ Ասում բերջ, ինչի համար որ առաջին ինքը համոզով է դիետա չի, բայց մեկ այլ վնասակար բան գար ինքը դուրս հանեց։ Այո։ Սպիտակ ալյուր ասեք ամեն ինչն է, բուրկինա, մույսնա, խմորեղենն ամեն ինչ սպիտակ ալյուր է։ Էդի եթե հանեցիր, գազովված ըմբելիքները հանեցիր, քաղցրը, շաքարատը հանեցիր, սո գիտես չկան կալորիա բացավ քո կյանքից արդեն։ Ու դաբագած բաները ոչ թե մենակ կալորիայի համար, այլ արդեն խոլեստերոլ պատկերացու, լիարդ պատկերացու ինչ անում։ Դրանք որ հանեցիր արդեն երևի մի 1000 կալորի չա որ քեզ դեֆիցիտի մեջ ես դու։ Համաձայն եմ։ Հրիվ համաձայն եմ։ Դրա համար դիետա բարը մի քիչ վերոնք սխալ են անցալում, էլի դիետա ասես մարդը շոկի մեջ է։ Ինչ դիետա, այս դիետա չեմ կարա բայեմ։ Հա, որովհետեւ դժվար է պահել ինքը դիետան, հա։ Իրան ասում նախաճաշ, ճաշ ընտրիկ։ Վերջ։ Ասում մեջտեղները մի դեր բերանտ ոչի բան, գտնի, վերջ գնա։
բայ։ Okay, սպորտից ու մարզվելուց տեղափոխվենք Մանոյի կյանքին։ Դու հիմա շատ զբաղված ես, շատ պրոյեկտներ ունես, շատ մարզվողներ ունես, հիմա նաև խոսում ենք, որ գիրք ես գրում, համագործակցում ես մեր ակումբի տղաներից մեկի հետ, ով ունի հրատարակչություն մեր Արեգի հետ, նոր պրոդուկտ եք ստեղծում, կեչուպային թե սոուսային, Սոսեր, բայց լրիվ բան էլ առողջ։ Այո, լրիվ առողջ ու էլի համագործակցում եք մեր ակումբի Հովհաննեսի հետ։ Եվ հիմա նաև դու բիզնեսով ես փաստացի սկսել զբաղվել։ Ես գիտեմ դու նաև ամուսնացած չես։ Այո։ Ինչի։ Ճիշտ գիտեք։ Ասպագիրը կխանգարի։ Այս ամեն ինչին ուրես դուն արի։ Դուն դες մարդ չկա ասո։ Մաման գասի մեկ-մեկ դու շատ ուշանամ։ Այո։ Բայց կարծում դա էլ է պետք իհարկե, որ ոչ թե պետքա, դա պետքա բնական լինի, բայց տղամարդուն մտածել ու ուշադրություն դարձնել էլ է պետք անձնական կյանքին։ Ճիշտ ես համաձայն եմ քո հետ, բայց հիմա մի քիչ դժվար է էդի, որ գտնես կոնկրետ այն գինը, որ քեզ ամեն ձևով ինքը սուպորտ կնի։ Ասեք հիմա ամեն գին չի որ ինքը կարա հասկանա, գիտես ինչքան մանու 24 ժամ զբաղված է։ Չէ՞։ Ու գիտես ինձ երևի որ սենց եմ հասկացրել իմ կյանքը իմ նպատակը էդի է անեմ ինչ որ մի բան անեմ ես քեզ ասել եմ ասենք այդքան չեմ մտածում փողի գումարի մասին ինչքան մտածում եմ միշտ ինչ որ մի բան ես առաջ տամ ուրախանամ իմ անունովս դուրս միշտ էդի այն մտքին էլի so մի քիչ գին գտնելը դժվար է որովհետև եղել է իհարկե ընկերուներ ունեցել ենք շփվել ենք բայց վերջում խեղճ նայում ասում ախ ում եմ շփում Հա Սկսվեց ուրախանում են մանոն, այդո դες մեջ չէ դագը բան չկա։ Նույնիսկ զո ժամանակի խնդիրն է, կամ ինքն էլ պիտի այնքան զբաղված լինի, որ սենց իրար հետ համաունչ լինենք, էլի։ Կլինի օրը, կգա։ Նայ, քանի որ դու բիզնեսով ես արդեն զբաղվում փաստացի, ես մի ընկերական խորհուրդ քո հետ կիսվեմ, որ այն ինչ դու շատ զբաղվածության մեջ հա, քո ժամանակը ծախսվում է, տեղը անպայման պետքա ոնց որ պատվիրակես, պետքա հիմա օրինակ, չգիտեմ, ունես երկու օգնական պետքա 10 լինեն, այն ինչը դու ես անում քո ձեռով, մենք ոդկասթից առաջ տեսա դու ինչ պատասխանում ես քո նամակներին, այսինքն այստեղ արդեն թիմ է պետք է այս փուլում, որովհետև դու հասել ես այն հնարավոր են պիկին, որտեղ քո սաղ ժամանակն ու էներգիան ծախսվում է։ Դրանից ավել մասշտաբանալու համար կամ նույնը պահելու համար, բայց ավելի քիչ զբաղված լինելու համար իհարկե թիմ է պետք։ Այս առումով ես կարծում եմ, որ հենց գործարարի տրանսֆորմացիայի կարևոր նշանն է, երբ որ ինքը արդեն իր ձեռներով քիչ բան է անում։ Այդ ամեն ինչը պատվիրակվում է թիմին, օգնականներին, ասիստենտներին ու գնալով արդեն անverջ կարելի է դա մասշտաբացնել։ Ես քո հետ դեռ համաձայն եմ, բայց արի ես քեզ մի 2-3 կետ ասեմ, դու ասա, ես ճիշտ եմ թե չէ։ Օրինակ, մարտը գալիս է, դու գալու ես իմ մոտ մարզվելու, ու մոտ ես գալու։ Մանոյի։ Մանոյ քեզ ասել ես որ դավոն ազբաղվում քո հետ։ Կբարաբես։ 90% ոչ։ Նա ես ոնց կանեմ։ Ասեմ ես ոնց կանեմ։ Ես սովորացնում եմ իրանց, չէ՞ գիտեմ ինչ ես ասելու։ Գիտեմ ինչ ես ասելու, բայց մի օր երգով որ շատ չեմ դարձում վրեկները, իրանք գնում են։ Որտեղ ինքը մարդը գասա կոնկրետ կոմոդ ինչի համար, որտեղ դու ունես ստիլ։ Դու իրան բռնելու ստիլ ունես։ Դու իրան, չգիտեմ, ստիպելու ստիլ ունես։ Ինքը գալիս է քո խաթր։ Իմացար, այդ իմ աշխատողը որ ասում եմ, մեկը դարի ու ես արդեն մոդս է։ Իրան մի քիչ ընդունում են հələ։ Ինքը անընդհատ գողքսա։ Իմացար, բայց ի վերջո եթե ես այնտեղ չլեմ ընդհանրապես, իրանք չեն գալու։ Կամած TV քչանալու է։ Համաձայն եմ։ Այստեղ լուծումը ես հենց եմ տեսնում, որ քո աշխատանքը բաժանես մեխանիկական մասի եւ այն մասի, որը գաղափարական է, իմաստային է, էներգետիկ է։ Մեխանիկական մասը օրինակ մարդուն ասել ես, այս քաշով արա այս վարությունը, մարզիչը նաեւ գնում է, օգնում է, քաշերը դնում է, հանում է, կանգնում է որպես support, հա։ Հիմա այդ սա մեխանիկական կտոր է, այդ կարա քո օգնականը անի։ Դա անում է։ Հա, գաղափարական մաս, օրինակ հավաքվեց թիմը, հանձնարարություն տրվեց, ոգի շնչվեց, այդ մարդկանց այդ էներգիան տվեցիր, մի հատ ֆիդբեքներ հարցրիր, всё, go, կպան, տղեկ աշխատում եք ու օգնականները արդեն անում են այն մասը։ Այդպես է լինում։ Հա, բայց այդտեղ կարելի է մասշտաբանալ, այսինքն կարաս դու ունենաս 100 աշակերտ, բայց այդտեղ պետքա նաև քո տարածքը լինի։ Մի տարածք, որը քոնն է ամբողջությամբ, մենակ քո թիմն է, քո սաներն են, շարված է թիմը։ Ես այս տեքվանդոից եմ, էլի, ես երբ որ ինքս մարզում եի 30-40 հոգու, արդեն դու մի վարժությունը ցույց ես տալի ու արդեն զույգերով մարդիկ սկսում են աշխատել։
Էսի մի հատ հաջորդ ժողովի կքննարկենք տեսով գա։ Մեր ակումբում էլի դες մի հատ ով գա թող սկսենք։ Ես համաձայն եմ այդ միտքին, բայց այլ այդ կա ռեսուրս չունեմ։ Սպասի կամաց։ Հա, որովհետև մասշտաբանալու համար պետքա գործարը արդեն ձեռներով չանի, էլի։ Բայց մի հատ ակումբ բացելը, գործիքները բերելը, չգիտեմ, ոտափոխում էսի լավ գումար է նստում էլի։ Հա, մենք ունենք մենք հենց հիմա ընկեր ունենք, ով Հրազդան քաղաքում ամբողջությամբ 0-ից ջիմ է սարքել ու բավական ակտիվ զարգացնում է։ Ես կարամ Արսենի հետ ծանոթացնեմ քեզ մեր ակումբից, ինքը կարակ ինչ-որ մի հատ պրոյեկտ միասին անենք։ Շատ լավ։ Ես առաջին ուրախանում եմ, որ ասում են Հրազդանում կամ էս ինչտեղը։ Ես հիմա ավելի շատ փորձում եմ, գիտես չէ, քանի հիշեցի ասեմ, գնում եմ թեպի մյուս քաղաքները, դեպի գյուղերը մեթում, այնտեղ եմ փորձում զարգանալ այս ամենը։ Ուրախացա, որ ասում են Հրազդանում է բացվել մեծ։ Հիմա ես ամսի 15-ին գնում եմ Գյումրի։ Գյումրիի երրորդ արդեն սեմինարը սա։ Գյումրիում լավ աճել է արդեն, ասենք լիքը սպորտ զալեր կան, լիքը մարզվողներ կան, գանչում են իմի Հրազդանից, գանչում են ստեից, լավ է, այդ դրանով ուրախանում եմ ես, ասենք չեմ ուզում մենակ ամենը կենտրոնացած լինի Երևան, բայց ինչի՞ համար ասենք մնացած քաղաքների ժողովուրդը չունենան էդի, ասենք ինձ ասում են մանո Մեղրիում մենք չունենք ոչինչ, գիտեք ինչ կանենք իրենց Մեղրիից, ասենք սպոնսորը Մեղրիում բացվեց, պատրաստ եմ այդամ չգիտեմ, դե սովորացնեմ, դնեմ այդ ամեն ինչը դնեմ հետ կամ լուրջ եմ ասում պատրաստ եմ դրան։ Դու այդ մարդիկ ունենան, էլի ինչ համար զարգված են։ Համաձայն եմ։ Ռիվամազանա։ Ասեք կարևոր չի Հայաստան Երևանի նման լինի էսի ինչ զալ։ Դու չգիտեմ 20, 30, 40, 50,000 դոլարնոց մի զալ լինի օրինակ։ Մուտքը թողնի Asian, դու ինքերա փողը դուրս գա օրինակ։ Անտիր, օքեյ, կաշխատենք դրա վրա։ Գանք բլոգինգին։ Դու Հայաստանում այս ոլորտում, բլոգինգի այս ոլորտում, ես երկրորդին չեմ ճանաչում, կարող կան մարդիկ, ովքեր նույնքան ակտիվ են ոնց որ դու, բայց դու նաև առանձին մի հատ ուղղություն բլոգինգը շատ ակտիվ զարգացնում ես ու Instagram-ում ունես մոտ 100,000 հետևորդ, Facebook-ում ունես, TikTok-ում ունես ու որակյալ կոնտենտ ես տալիս։ Քո կոնտենտի մեջ ես միշտ առանձնացնում եմ երկու կարևոր բան՝ գիտելիք ու էներգիա։ Դու համ էներգիա ես տալի, համ գիտելիք ես տալի։ Մեկը առանց մյուսի մեռած է։ Էներգիան առանց գիտելիքի ոչ մի բան է, գիտելիքը առանց էներգիա ինքը չի աշխատում։ Շատ ճիշտ ես ասում Գրիգոր ջան, լինում է որ ասենք ինձ բերում են էջեր, ասենք չէ մի հատ աղջիկ խոսում է, բարև ձեզ, եթե դուք էսի անեք 1+1 կլինի հավասարը 2, դերտեցի։ Այո։ Դու բան չասիր։ Չէ ոնց որ հենց մի հատ գիրք կարտաս։ Չէ, էմոցիա ցույց տուր։ Մարդուն հենց որ համոզվի, քեզ նայի։ Ասենք կարող գիտելիք ունես, բայց դու չես կարող ներկայացնես 0։ Դրանից օգուտ չկա։ Իրականում կյանքում եմ ես դենց։ Ոչ թե դա ինչ որ ցույց եմ տալի, այն ինչ որ մենակ ցույց եմ տալի հերախոսի հետևից, չէ, իրականում կյանքում սենց եմ։ Հաջողորդ որ մտնում աներս, սկսում եմ գորգրալ, մի հատ, չգիտեմ, կադակ սենց եմ ասում, նայ, եթե կնեղանաս թող գնա, ես սենց եմ։ Ասենք, սա գիտեն, մտնում են մարզասրահ, իմ ձենն է մենակ։ Գորգրալ, գոչալ, բան, չգիտեմ ինչ, սա սովորեն, ասում են լիքը մարդը գալիս է դրա համար։ Ոչ թե իմ մոտ մարզվի, չէ, այդ մարզասրահում այն կմարզվում, բայց ոչ իմ մոտ։ Ասում գալիս եմ ստախ վերես, դու ձենի համար։ Ասում իրա ձենը բախաստում է ինձ, ես մարզվում եմ դրանով, մոտիվացվում եմ։ Մարդիկ սենց ասեմ, ավելի շատ հետևում են ինձ, ձեր ասած մոտիվացիան, իրենք մոտիվացիան ստանում են դեից։ Հետո կարողանում եմ իրանց հետ ուղիղ կապ պահպանել, որ իրանց արդյունքների ա բերում։ Ես օրական առանց չափազանցնելու 50-ից 100 նամակ ստանում եմ, Մանո ջան, ես քո ասած էս ինչը արեցի, արդեն այսքան ամսում գործել եմ այսքան։ Այդքան նամակ եմ ստանում։ Ինչի համար, որտեղ ես մարդուն կարողանում եմ նենց անեմ, որ ինքը զարթնի այդ ամեն ինչի մեջ ու ինքը անի։ Սիրելով անի, կամ չգիտեմ, բարդաթրված անի, վախենալուց անի։ Հա, մարդ ասում է, ես վախում եմ, ասում է, քաղցրը դեսա պիտի ուտեմ, Մանոյին հիշեցի դրեցի դեղը։ Ոչ ճանաչում, ոչ գիտի ինձ, չի դեսեք յանքում։ Այդպես ազդեցություն եմ թողել վրան։ Դե ինքը դրա համար գոչվում ենք ոչ թե բլոգեր, ինֆլուենսեր, այսինքն մենք ազդող մարդիկ ենք։ Okay։ Մենք ազդում ենք մարդու վրան։ Բլոգերը ինչ-որ բան է ծախում քո վրա։ Իսկ ինֆլուենսերը քեզ բան է սովորացնում կամ ազդում է քո վրան։ Հենց այդ է տարբերությունների բարերի։ Իդեպ ես երբ որ քո ծննդյան օրն ու ամիսի իմացա, դու քո արխետիպերին շատ համահունչ ես։ Հա, լրիվ ես եմ նայ որ չոտքի ամեն ինչով այն այցեղ ճուրից բռնած, ամսի 5-ից բռնած, սա բռնում է։ 5-ը առաջին ամիսը ու այստեղ մենակ մի հատ խնդիր կա, որ դու կարողանաս մասշտաբի գնաս։ Այսինքն հիմա քո կառուցած համակարգի մեջ շատ տեղեր ես ոնց որ դու հա, էլի, հիմա եթե դու մասշտաբի գնացիր, դու պետքա ահագին ստրուկտուրայով փոխես այն ինչ դու արել ես, ու ես նաև քեզ որպես ընկեր, որպես ակումբակից, կուզենամ անպայման նաև մասշտաբի գնալու ճանապարհին ասել, որ կարելի է շատ մեծ մասշտաբի գնալ ունենալով կողակից, մենք մտածում ենք, որ եթե դու շատ զբաղված ես,
ու ամուսնանում ես, այդ զբաղվածությունը նույնն է մնալու։ Իրականում, երբ որ դու ամուսնանում ես, ավելի քիչ ջանքով ավելի մեծ արդյունքների ես հասնում։ Ինչի, որովհետև կանացի ու տղամարդկային էներգիաներով ես արդեն դու ամեն ինչ անում։ Իսկ դա ավելի մեծ արդյունավետություն է։ Դու կարաս կեսը անես քո գործերի, կեսը զբաղված լինես, բայց ունենաս 2 անգամ ավելի մեծ արդյունք։ Հնարավոր է։ Այսօր ամեն ինչ կապված է կողագիցից։ Սո գասեմ աղջիկներ ջան, էջս բացա, հանգիստ կարակ գրեք։ Այո, դեսնենք էլի։ Ես չեմ գարա գներեք, ոչ ժամանակ չկա։ Դուք գրեք մենք կխոսանք։ Մենք կորոշենք վերջի իրար հետ։ Okay։ Հետևաբար այս մասով կարծում եմ դու մենակ այդ հարցը լուծես, մասշտաբանալու հարցը լուծես, կարողանաս քո ձեռով չանես, ամեն ինչը քո վրա չկառուցես, դու այն ինչ ստեղծել ես, այս մեծ կապիտալի վրա շատ լուրջ բիզնես կարաս կառուցես։ Բիզնես, որը օգուտ է տալի, ոգեշնչում է, կենսական կարևոր հարց է լուծում ու քանի գնա մեր ստրեսի, այս վատ սննդի եւ մնացած պայմաններում, ամեն ինչի պայմաններում այսօր այն ինչ դու անում ես ինքը քրիտիկական կարևոր է։ Ցանկացած մարդու համար, ով գնահատում է իր կարևոր առողջությունը, ոնց որ ճապոնացիներն են ասում, երբ որ դու առողջ ես, դու կարաս ունենաս բազմաթիվ խնդիրներ։ Երբ որ դու առողջ ես, դու ունես մի խնդիր։ Մի խնդիր, հաստատ։ Դա դրանից մեծ խնդիր չկա։ Այո։ Ես միշտ ասում, դու ամեն ինչ կարող ես ձեռք բերել, բացի մի բան։ Առողջությունը չես կարող ձեռք բերես։ Եթե դուրը թագեց, всё, դրադագից դուրս չես գա։ Էդեր գա, ասեմ, քանի հիշեցի, որ ինձ ասում են բանը, դե կյանքում մեռնել գա։ Գեր խմի էլի։ Ասում լավ։ Մի հատ հարց եմ տալի, ասում ասված չան, ասում որ հերը դիվանդանում է, խես է տուն ծախում դնում օպերացիա ես անում հորդ։ Ապրել էլի, տոմերն երթա։ Շլավան ասում։ Դե սուս ամնում։ Իհարկե։ Ասում իմաց ինչ ես խոսում։ Իհարկե։ Կյանքում մեռնել գա։ Ասում դու ամեն մի րոպեի համար գիտես ինչքան փող գտաս որ ավել ապրես։ Իհարկե։ Այսինքն փողը չի աշխատի այնտեղ։ Հա, եւ ավել եւ որակով, որովհետեւ եթե ինչ որ մի պայից սկսած ու դժվար է շնչելու, դժվար է շարժվելու, դժվար է սեռական հարաբերություն ունենալու, դժվար ումա պետք է գնամերի։ Աստղ գնամերի։ Ասված չան այդ օրը գնանք, փորձում ենք ճիշտ խաղալ սա խաղերը։ Ընտիր, եւ գամ վերջի թեման, որի մասին այսօր մենք կուզենամ իրար հետ խոսանք, դա այն գործն է, որը մեր ակումբակիցի հետ Արեգետ պլանավորել ես, գիրքն է։ Ինչ գիրք է դա, ինչ եք նախաձեռնել այդ պրոյեկտը, ինչա լինելու այդ գրքի մեջ։ Նայեք, եթե նկատեցիք իմ վերջի վիդեոներ կան, որ մենք դնում եմ, հիմնականում մի փորձում եմ ավելի շատ գնամ երեխեքի մոտ։ Գնում եմ կոլեջներ, գնում եմ դպրոցներ, գնում եմ, չգիտեմ, ուզում եմ դեյց սկսես ամեն ինչը։ Այսինքն, եթե մենք մեծերին 50%-ին ենք կարում բերենք, հետ օրինակ եմ ասում, ինչի համար չփորձենք մենք փոքրուց սկսենք, փորձենք ավելի շատ ներգրավել այս աշխարհ։ Ու ասեմ ձեզ, փոքրերին դες մի աչքով մի նայեք, իրանք ավելի շատ շահագրգռված են, քան մեծերը։ Լուրջ եմ ասում։ Եվ որ գնում եմ խոսում եմ հետները, գիտես ինչ ձևի հարցեր, ինչ ձևի պատասխաններ են տալի ինձ։ Չեք պատկերացնի, էլի։ So իմ միտքը սկսեց այդ ամեն ինչ որ փոքրերի վրա սկսենք աշխատել։ Հետո որ Արեգետ որ ժողովի էինք ոնց որ ագումբում, ասեց ես հրադարակչություն ունեմ, սենսեց ասի լավ հայ գար, ասեց ինչի, ասի իմ մտքում սենց մի հատ միտ կար, որ ուզում եմ երեխեքի համար գիրք սարքեմ մի հատ, բայց ասում դերի դարբերվող, լրիվ սենց այս ձևի, մտությունը այս ձևի, հերոսները այս ձևի սենց, ասեց գազམ་ագերբենք, խնդիր չկա։ Ասի լավ, նես անցա մի ամիս բան, զանգեց Մարուկ ջան, ինչ ես անում վաղ, ասի ոչ մի բան, բայց գաս վեր մի հատ խոսանք կանք։ Դրանից խոսեցանք երեք հոգով, մտքերը հասկացանք։ Մի քանի դոզանք խոսացինք նրա բատմաբանները, էլ չգիտեմ ինչ նկարողները, սա դասեցինք խոսացինք, հասկացանք, ու այսօր արդեն ամեն ինչը պատրաստ է, գիրք արդեն սկսվի երևի, այդ ամեն ինչով։ Ընտիր։ Ու կոնկրետ թիրախը մենք դենց ենք արել, որ ինքը ասենք 6-8 պլյուս է, օրինակ եմ ասում, բայց մեջը նկարներն ու հերոսները, բանը բամությունը շատ հետաքրքիր լինելու, ահավոր ձևի հետաքրքիր լինելու։ Ու նույնպես այն ծնողը որ գարթում է, որ ինքն էլ ինֆորմացիա ունենա։ Ես դենց արեցի որ համ երեխեն ստանա, համ մաման ստանա, կամ բաբան։ Ինչի՞ չէ։ Այսինքն որ գինը կամ ամուսինը հասկանա տարբերությունները, ջարբը, ածխաջուրն ու բանի ինչա։ Սպիտակուցի ինչա, բանջարեղենի ինչա, այսը բանջարեղենի ինչա դալի ինձ, այս միսը ինչա դալի ինձ, մաման է գսովորի, մաման կգարտա, երեխեն գուրախանա, մաման գսովորի։ Համաձայն եմ։ Իդեպ երեխայի օրգանիզմի կարևոր հատկություններից մեկը նա է, որ ինքը այդ տարիքում ամեն ինչ մարսում է, կարա քաշը չավելանա։ Ես հենց դա եմ ասում, այն մարդիկ ովքեր չեն հավաքում ավել քաշ, իրանց համար դա ծուղակ է։
մարդը ժամը 10-ին նստած ծերամիսի ա ուտում երեկոյան ու ինքը երջանիկ է, բայց այդտեղ ինսուլինը բարձրացավ, սաղ գիշեր ինսուլինը բարձր ինքը քնեց ու չի հասկանում, որ ինքը շատ ակտիվ քայլերով երկրորդ տիպի դիաբետ է իր մոտ բանանում, էլի։ Հաստատ։ Իսկ այն մարդը, ով արագ քաշ է հավաքում, իրանք գոնե տեսնում են, որ մի բան են չեն անում, էլի։ Իսկ երեխայի դեպքում սովորաբար նյութափոխանակությունը լավ է, ինքը կարա քնելուց առաջ մի հատ բան ուտի, հա, չգիտեմ, ասեն գմոր, հա, ու պարկի քնի։ Ստե դա երկու բան անջատեց իրարից, կարամ ասեմ, երեխեքի կամ տարիքի դեպքում, ասենք միջև 20-25 տարեկանը, դա նորմալ է։ Ինչ ուտում մարսում գնում է, թռնում է շուտ։ Ընդ ինձ ասում է, ուտում ինձ բան չի լինում, ասում հա, իմի բան չի լինելու քեզ։ 30-ից նոր խոսամ քո հետ։ Հա։ Ստամոքսի խնդիրներ կսկսի, հորմոններ կխախտվի։ 30-ից դու ասեմ, հիմա ամեն ինչ թոփում է։ Բարձր գետում է։ Մարմին բոլնի աշխատում է։ Որ դրել ես 7000 բարոդի դակ առաջին սկորստով եթում ես։ Okay, ասում 30-ից հետո խոսեմ քեզ։ Երկրորդը բաններ, ինչի մասին են խոսում, անջատեցի, երեխեքին մեկ էլ, հա, ունենք նայեք, ինձ որ ասում են, ես ամեն ինչ ուտում եմ, չեմ չաղանում։ Բայց դու արդյոք ես առողջ ես։ Գնա մի հատ անալիզ դուր, 100%-ով, եթե դու քաղցրակ ես, դու ունես ինսուլին դիմադրություն։ Մինիմում խոլեստերոլ ունես։ Կապ չունի փորը դրա հետ։ Մենք կոյություն ունի մեր մոտ ներքին ջարբեր։ Օրգանների ջարբեր, ֆեստրել ջարբա գոչվում։ Այդ դրանք դու գնաս կարող փոր չունենաս։ Ինչի համար, որովհետեւ դու էկտոմորֆ ես։ Մենք ունենք 3 տարբեր ձև body type-երը, մարմնի տեսակները, որ ասում ենք, էկտոմորֆ, էնդոմորֆ, մեզոմորֆները։ Էկտոմորֆը ինքը մգան չունի ախպեր։ Նայում ես ինքը էս կանա, ինքը ուրախավոր նիհար է։ Բայց իս բեք չէ նիհարությունը հաստատ։ Ինքը նայում ես նիհար բան ու չөp։ Ու դու մավրեմ մեր մետաբոլիզմ միլիոն դակ աշխատում։ Բայց 30-35-ից դու գիտես ինչա դառնում skinny fat։ Նիհար չաղ, դենսա գոչվում։ Նայում ես էսկան, մեր սիրունիկ փոր այսեց, փորիկ սիրուն։ Ինչի՞, մգանի վակասությունից։ Այսինքն ոչ մեկ ապահովագրված չի։ Բոլորը ստանալու են իրանց բադիժը։ Բոլորը ստանալու են իրանց բադիժը։ Չկա դες բան, okay։ Ֆիթնեսում մանոյի անեցքը կարելի է դες Բոլորը ստանալու են իրանց բադիժը։ Անբադիժ չեմ մնա։ Մեկը թող չեն ինձ ընդեից ասի, ես արել եմ 50 տարեկան ինձ բան չի եղել, ես չեմ խոսում 10-ից մի օկու մասին, ես խոսում 10-ից 9 օկու մասին։ Այո։ Այդ սաղի պատասխաններ կան պատրաստ են լավ։ Այո։ Իսկ ինչպես որ ասեցիր, մենք ես էնդոմորֆ եմ, այսինքն խոշոր մգաններ, խոշոր ոտքեր, խոշոր գազվվածքամերը, էսի գենետիկան է էլի մեր, ճիշտ ես ասում։ Մեր վրա երկու բաժակ ավել խմեմ, ջուր չի չաղանում եմ։ Բայց բարք ասու։ Ասված մի բան առնում եմ, մի բան դալիս է։ Այսինքն եթե ինձ շուտ է չաղացնում, բայց նաև շուտ մգան եմ հավաքում։ Իսկ էկտոմորֆը խեղճի ջղի իրա մգան չի կարավակի։ Հասկացա։ Ու քաշ կորցրել շատ ավելի հեշտ է, քան քաշ հավաքելը մգանային։ Հասկացա։ Այսինքն ես գարամ ամիս օրինակ եմ ասում 6-7 կիլո ջարբ կորցնեմ, օրինակ։ Իսկ ինքը չի գարամ 1 կիլո մգան հավաքի։ Այդ է դարբերությունը։ Դրա մեջ ասած դե մի բան առնում, մի բան դալիս է։ Ես գոհ եմ ինձանից։ Համաձայն եմ։ Իդեպ ես էս վերջերս տեսել եմ, որ մարդիկ կան, որ առանց մարզվելու են նիհարում ու դա շատ վտանգավոր բան է, շատ, որովհետև երբ որ դու ուղակի կալորիաները քչացնում ես կամ չես ուտում կամ ինչ որ մի դիետայով քաշ ես գցում, կարաս աննկատ կորցնես մկանային սախ 50%-ից չո կորցնում ես մկան։ Ու եթե օրինակ, չգիտեմ, բիցեպս ես կորցնում, լավ, հələ էդի բացի տեսքից շատ ինչ որ ֆունկցիոնալ բանի չի, բայց եթե ողնաշարի մկաններն ես կորցնում, դու կարացնես խնդիրներ ունենաս նենց բաներ լինի ողնաշարիդ հետ, որ հետ բերել չլինի։ Հաստատ։ Նայ, ինձ որ հարցում են, ասում են, չեմ գարա նիհարեմ առանց մարզել, ասում գարաս նիհարես։ Բայց ընդունելու ես 1000 տարեկանի դեսք։ Մաշկդ լղկելու է։ Դες ավելի շատ կվախենան, որ ասես մգամ չի։ Իրան որ ասես մաշկդ թուրնալու է, կախվելու է ձերքերդ, կասի, ահա, իմը հասկացա։ Մարդու պիտի վախացնես։ Որ ասես մգանդ կորցնում ես, ինքը չի հասկանալու այդ կա, բայց այո, մգանը որ կորցրեցիր, մետաբոլիզմը տնկավ։ Այսինքն դրանից դու երկու բան, մի հատ ավել բանից դու սկսես ավելի շուտ արագ չաղանալ։ Որտեղ մեր մարմնի մատորը մգաններն է։ Այո։ Ամեն մի կիլո մգանը, ասենք մոտորապես ծախսում է 30-40 կալորիա։ Իմ վրաս կա 50 կիլո մգան։ Չափել եմ իմ բադի գոյությունը 50 կիլո մգան գա վրաս։ Ասում ես այս է նստած, ոչ մի բան չարում, ես ինչքան կալորիա եմ վարում։ Ինչի համար դու ունեն մգանային զանգվածք, այդ կանը չեն հասկանում։ Իրանք միշտ մարդը սիրում է արագ արդյունք տեսնել, այդ է մեր խնդիրը։ Okay, մարդկանց հետ եմ բացատրում, դու 40 տարի եթե գերե խմել ես, 40 ամիս քեզ պետք է որովհետեւ նիհարես։ Մի օրում չես կանանի հարես, 40 տարի փծվել ես, այդքան բան գերեք լցել ես ստամոքսը, եկել ես 10 օրում նե հարես, ասեմ գնաս ռադա ինձ տես, գնա, մի արի մոդս գնա դետոքս արա։ Շատ լավ Մանո ջան, ես անverջ կարամ քո հետ խոսամ, որովհետև իմ սիրելի թեմաներն են սրանք։
ես էլ լինելով եւ անցյալում ավելի պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող, իսկ հիմա ավելի սիրողական սպորտով զբաղվող, ես կարծում եմ, որ սպորտը դա անփոխարինելի մի հատ մաս է իմ կյանքի, ու քեզ իդեպ մի բան էլ ասեմ, ոնց որ օրինակ քո այդ ուսուցչական էներգիան է շատ ուժեղ, դա 5-րդ արխետիպի էներգիան է, նաև կան մարդիկ, ովքեր պարտադիր պետք է սպորտով զբաղվեն, այսինքն սպորտի էներգիան որոշ արխետիպերի դեպքում ինքը անփոխարինելի է, դա 11 արխետիպն է, դա 7 արխետիպն է, դա 1 արխետիպն է, որը եւ դու ունես եւ ես ունեմ։ Այս արխետիպերին ընդհանրապես չի կարելի չզբաղվել սպորտով։ Հետևաբար, ինչքան այդ արխետիպերը ցույց են տալի մեր էներգիայի պոտենցիալը եւ իր ուղղությունը, նույնքան նաեւ իրանք ցույց են տալի մենք որ գործնողության ձևը իրավունք չունենք մեր կյանքում ոնց որ ասած չներառելու, հա, այս դեպքում սպորտը կրիտիկական կարևոր է այս իմ նշած արխետիպեր ունեցող մարդկանց համար 16-ը նույնպես շատ կարևոր արխետիպ է, որին սպորտը պարտադիր է եւ ես խորհուրդ կտամ իհարկե կոչ կանեմ այս բարի լավ նոտայով այսօրվա մեր ամբողջ ոդկասթը նվիրեցինք ամենակարևոր ակտիվին, դա առողջությունն է, Աստված որովհետև երբ որ առողջությունը կա ինքնըստինքյան, կամ ոնց որ ռուսներն են ասում «по умолчанию», քեզ թվում է ինքը աննկատ է մնում, այդ ոնց որ միշտ ժառանգած մի հատ փող ունենաս, այդ փողը միշտ լինի, դու դրա վրի տոկոսները ծախսես ու մտածես, որ դա լինելու է, հա, ու չմտածես, որ դա է քո բազային ակտիվը։ Մեր բազային ակտիվը դա մեր առողջությունն է կամ մեր երիտասարդությունն է, կամ եւ նա է, եւ նա է։ Կարելի է նույնիսկ 80-90 տարեկանում ունենալ երիտասարդ օրգանիզմի բնորոշ շատ ֆունկցիաներ, որը քեզ կպահի մաքսիմում ակտիվ կյանքի մեջ։ Եվ այս առումով ես կարծում եմ բոլոր բիզնեսմենները, բոլոր մարդիկ, ովքեր առհասարակ ակտիվներ են կուտակում, ակտիվներ են շատացնում, առաջին ամենակարևոր ակտիվը առողջությունը պետք է դնեն առաջի տեղում։ Աստված Եվ թող այս ոդկասթը լինի ինչ-որ ստիմուլ, ինչ-որ էներգիա, թող քեզ դիմեն, եթե դու տեղ չունես կամ ժամանակ թող չդիմեն, այո, լիքը մարդ կա, թող անվճար դրած է, մարզանքները դրել ենք, ամեն ինչ դրել ենք, նայեք, գնացեք մարզվեք։ Իհարկե։ Ինձ մի ասա փող չունեմ, դեր են ասում։ Փող չունեմ, ասում 10000 դրամ չունես, ասում մի խապի։ Ասում 10000 դրամ չունես, գնա մարզասրահ վերցրու, ես վիդեոներ դրել եմ քեզ ինչ մարզվես, ոնց մարզվես, ու սնվելն է գրել եմ ինչպես սնվես։ Գնա։ Մահանա մի ջարի։ Փողը չի խնդիրը, խնդիրը այստեղ է։ Խնդիրը կողերի մեջ է։ Պրիորիտետի հարց է։ Եթե մարդը ասում է ինչ-որ բանի համար փող չունի, այդ ոչ թե նշանակում է իրոք փող չունել, ըստ պրիորիտետի այդ գործի համար ինքը չի նախատեսել այդ փողը։ Վերջացավ։ Ապրես։ Բայց երբ որ այն պահագա, երբ որ առողջությունը ճապոնացիների ասած սկսի։ Այդ մի խնդիր լինի դա, ես նոր գասեմ։ Ամեն ինչ մոռացվում է, դա անես կգար, դե։ Անես կգա։ Ընտիր։ Դե շնորհակալ եմ քեզ։ Դե շնորհակալ հրավիրելու համար, շատ հետաքրքիր էր։ Մի օր անպայման կասես որտեղ ես դու մարզում, ես կուզենամ գամ ինքս մի օր մի մարզման օր իրար հետ կմարզվի։ Այո, իրար հետ մարզվի։ Այսօր նա 3 շաբթի ես եմ մարզվում, միասին կմարզվենք։ Ընտիր։ Հենց ավելի աջելի կլինի, էլի։ Couple workout, որ ասում են, ավելի աջելի կլինի։ Դե շնորհակալ եմ։ Նմանապես։ Սիրելի ընկերներ, դուք նույնպես կարող եք մեզ հարցեր ուղղել, Մանոյին հարցեր ուղղել, տեղափոխվելով մեր 3-րդ աթոռին եւ մեր 3-րդ աթոռից հարցեր ուղղելով Մանոյին, մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը եւ ես եւ Մանոն կպատասխանենք դրանց, սկսեք մարզվել, սկսեք այս վերջերս մի հատ տրենդ եմ տեսել, ես էլ ասեմ Instagram-ում, եւ միակ տրենդն է, որ իմ սրտով է, տղամարդու sense 40+ տղամարդու սպորտային բան է, հա, sense ոնց որ lifestyle է, ու ասում եմ, սա այսօրվա տիժոլի լյուքսն է, ծանր լյուքսը, ոչ թե ծանր բրենդ, այդ լյուքս բրենդներ ունենալն է, այլ մարմինն է։ Դրանց ավելի թակ բան չկա։ Այո, այսօր ինքը դառնալ ժամը կարաս առնես, ճիշտ ասում։ Այդ ժամը կարա կառնես, ճիշտ ասում, բայց մարմինը չես կարող առնես։ Պիտի դանջվես դրա վրան։ Այո։ Ինչ որ բանում դանջվում ես, իրան հեշտ չես կորցնի։ Այո։ Բայց ժամը կարաս շատ հեշտ կորցնես, փողը կարաս կորցնես, բայց մարմինը էդի որ մի բան որ դանջվել ես, դանջանքով ես բերել, դրան չես մտածի երբես կորցնելու մասին։ Դե սպասում ենք ձեր հարցերին եւ լավագույն հարց կամ մեկնաբանություն գրողին ես կհրավիրեմ սուրճ խմելու, իսկ Մանոն ինչ նվեր կտանք մեր ցանկալի աղջիկ լինի։ Այո, ցանկալի աղջիկներին Մանոն կտա, այսպես ասած, ծաղիկ։ Մարզման 12 փաթեթ, 12 մարզման փաթեթ։ Ընտիր։ Դե, ինչ հանդիպում, սպասում ենք ձեր հետաքրքիր հարցերին։